Երբ 1999 թվականի դեկտեմբերին Հորեն Աբրահամյանի անձնական արխիվը փոխադրվեց Սունդուկյանի թատրոնի պահեստարան, աշխատակիցները հայտնաբերեցին մի փաթեթ, որը չպետք է գոյություն ունենար։ 3 վիդեոկասետ, առանց պիտակների, փաթաթված հին թերթերի մեջ, թաքցված արխիվային տուփի կրկնակի հատակի տակ։ Ձայնագրությունները պարունակում էին վարպետի վերջին ամիսների մասնավոր զրույցներ, ընտանիքի հետ, հեռախոսազրույցներ անհայտ բժիշկների հետ եւ ինչ-որ բան, ինչը ավելի շատ նման էր հրաժեշտի ուղերձի, քան հիշողությունների։ Բայց երբ թատրոնի տնօրենը փորձեց դիտել այդ ձայնագրությունները, պարզվեց, որ դրանք արդեն ջնջված են։ Ով էր մուտք գործել արխիվ մինչև պաշտոնական փոխանցումը։ Ինչ էր պարունակում այդ կասետներում, որ պետք է անհետանար։ Եվ ամենակարևորը, արդյոք Հորեն Աբրահամյանն ինքը գիտեր, որ իր վերջին խոսքերը երբեք չեն հասնի հասարակությանը։ Այսօր 20 տարի անց մենք վերականգնում ենք այն, ինչ փորձել են թաքցնել։ Հորեն Բաբկենի Աբրահամյանը ծնվել է 1930 թվականի ապրիլի առաջին օրը Երևանում, այն ժամանակ, երբ Հայաստանը դեռ փորձում էր վերականգնվել նախորդ տասնամյակների ցավերից։ Նրա ծննդյան օրը ապրիլի 1-ը ավելի ուշ դառնալու էր խորհրդանիշ, որը շատերը մեկնաբանելու էին որպես նշան։ Ինչպես կարող էր մի մարդ ծնված ծիծաղի օրը դառնալ այնպիսի ողբերգական դերերի վարպետ։ Ինչպես կարող էր նա, ով բեմում մարմնավորում էր մահը այնքան համոզիչ, իր իսկական վախճանը վերածել վերջին անմոռանալի ներկայացման։ Նրա մայրը, ըստ ընտանեկան առասպելների, ծննդաբերության ժամանակ տեսել էր երազ, մի մարդ, որը կանգնած էր բեմի վրա եւ խոսում էր դատարկ դահլիճի հետ, իսկ դահլիճը լցված էր ոչ թե մարդկանց, այլ ստվերների հետ։ Երբ նա արթնացավ եւ տեսավ իր նորածին որդուն, առաջին բառերը, որ արտասանեց, եղան. «Սա երեխա չէ, սա հոգի է, որը եկել է ինչ-որ բան ավարտելու»։ Ընտանիքը ծիծաղեց այդ խոսքերի վրա, բայց տարիներ անց, երբ Հորենը դարձավ Սունդուկյանի թատրոնի ամենահզոր ուժը, այդ խոսքերը սկսեցին հետապնդել բոլորին, ովքեր հիշում էին դրանք։ 1951 թվականին, երբ նա ավարտեց Երևանի Գեղարվեստական թատերական ինստիտուտը, նրա դասախոսները գրել էին բնութագրում, որը պահպանվել է ինստիտուտի արխիվում մինչև օրս։ Աբրահամյանը տիրապետում է այնպիսի տեխնիկայի, որը սովորաբար տեսնում ես միայն հասուն տարիքի դերասաններից։ Նա չի խաղում դերը, նա ապրում է այն այնպես խորը, որ դժվար է հասկանալ, թե որտեղ է վերջանում դերասանը եւ սկսվում անձը։ Բայց այդ բնութագրման վերջում կար մի նախադասություն, որը հետագայում ջնջվել էր սև թանաքով, այնքան ուժգնորեն, որ թուղթը գրեթե պատռվել էր։ Միայն ուլտրամանուշակագույն լույսի տակ կարելի է կարդալ այն, ինչ գրված էր։ Մենք մտահոգված ենք նրա հոգեկան կայունությամբ։ Նա չի կարողանում անջատվել դերերից։ Երբեմն թվում է, թե նա ապրում է մի զուգահեռ իրականության մեջ, որտեղ բեմը ավելի իրական է, քան կյանքը։ Ով էր ջնջել այդ տողերը եւ ինչու։ Արդյոք դա եղել է ինստիտուտի վարչակազմի որոշումը, պաշտպանելու իրենց ամենաբացառիկ շրջանավարտին, թե ինչ-որ մեկը փորձել է թաքցնել այն, ինչ արդեն նկատվում էր։ Հորեն Աբրահամյանը չէր պատկանում այս աշխարհին ամբողջությամբ։ Նրա առաջին տարիները Սունդուկյանի թատրոնում եղան լեգենդարական։ Երիտասարդ դերասանը, ով դեռ 20 տարեկան չէր, արդեն խաղում էր հիմնական դերեր այնպիսի ներկայացումներում, որոնք դարձան հայկական թատրոնի դասական ժառանգության մաս։ Բայց նրա գործընկերները հիշում են մի տարօրինակ սովորություն, որը նա ուներ։ Յուրաքանչյուր ներկայացումից առաջ, երբ մյուս դերասանները պատրաստվում էին հագուստարաններում, Հորենը մենակ նստում էր բեմի ետևում, մութ անկյունում եւ խոսում էր ինքն իր հետ։ Ոչ թե կրկնում էր տեքստը, նա վարում էր երկխոսություն անտεκխոսություն անտեսանելի զրուցակցի հետ։ Մի անգամ երիտասարդ դերասան, ով պատահաբար լսել էր այդ զրույցը, հետո պատմել է. Հորենը հարցնում էր. «Արդյոք այսօր ճիշտ է, արդյոք հենց այսպես պետք է լինի»։ Եվ ապա լռում էր, կարծես սպասում էր պատասխանի։ Եվ ամենավախենալին այն էր, որ երբ նա վերադառնում էր բեմ, թվում էր, թե նա ստացել էր այդ պատասխանը։ Ո՞վ էր այդ անտեսանելի խորհրդատուն։ Արդյոք դա եղել է նրա ներքին ձայնը, թե ինչ-որ բան ավելի խորը եւ անհասկանալի։ 1980 թվականին, երբ Հորեն Աբրահամյանը նշանակվեց Սունդուկյանի թատրոնի գլխավոր ռեժիսոր, նա արդեն էր լեգենդ։ Բայց այդ նշանակումը եկավ տարօրինակ հանգամանքներում։ Նախորդ գլխավոր ռեժիսորը հեռացել էր պաշտոնից հանկարծակի, առանց բացատրությունների, եւ թատրոնի վարչությունը մի շաբաթ շարունակ փնտրում էր փոխարինող։ Ըստ թատրոնի արխիվային փաստաթղթերի, որոշումը կայացվել է ուշ գիշերային նիստում, որին ներկա էին միայն 3 հոգի։ Արձանագրությունը պարունակում է միայն մեկ նախադասություն. Աբրահամյանը միակ ընտրությունն է։ Ո՞վ էին այդ 3 մարդիկ, եւ ինչու էր այդ նիստը անցկացվել գաղտնի։
Ինչու չկար քննարկում, չկային այլ թեկնածուներ։ Թատրոնի հին աշխատակիցները, ովքեր դեռ կենդանի են, խոսում են մի տարօրինակ մթնոլորտի մասին, որը տիրում էր այդ օրերին։ Թվում էր, թե ինչ-որ մեկը արդեն որոշել էր ամեն ինչ, եւ մենք պարզապես կատարում էինք սցենար, որը գրված էր շատ ավելի վաղ։ Մի հին դերասանուհի, ով այժմ ապրում է Մոսկվայում եւ համաձայնել է խոսել անանուն պայմանով, պատմեց. Այն գիշեր, երբ Հորենը պաշտոնապես դարձավ գլխավոր ռեժիսոր, ես տեսա նրան թատրոնի տանիքին։ Նա կանգնած էր եզրին, նայում էր քաղաքին եւ լաց էր լինում։ Երբ ես մոտեցա, նա ասաց. «Այժմ ամեն ինչ սկսվում է, եւ ամեն ինչ արդեն ավարտված է»։ Ինչ նկատի ուներ նա այդ խորհրդավոր խոսքերով։ Նրա առաջին տարիները որպես գլխավոր ռեժիսոր եղան հեղափոխական։ Աբրահամյանը փոխեց թատրոնի ամբողջ էսթետիկան։ Նա բերեց մութ հոգեբանական խորություն, որը մինչ այդ անհայտ էր հայկական բեմին։ Նրա ներկայացումները դառնում էին իրադարձություններ, որոնց տոմսերը վաճառվում էին շաբաթներ առաջ։ Բայց նրա մոտակա գործընկերները նկատում էին մի տարօրինակ փոփոխություն։ Հորենը սկսել էր խոսել իր ներկայացումների մասին ոչ թե որպես արվեստի, այլ որպես պարտավորության։ Ես պարտավոր եմ ցույց տալ այն, ինչ ուրիշները չեն կարող տեսնել, ասում էր նա մի հարցազրույցում, որը երբեք չհրապարակվեց։ Այդ հարցազրույցի ձայնագրությունը, որը պահպանվել է մի հին ռադիոլրագրողի անձնական արխիվում, պարունակում է նաև մի հատված, որը կտրվել է պաշտոնական տարբերակից։ Հորենը խոսում է այն մասին, որ յուրաքանչյուր ներկայացում նրա համար է փոքրիկ մահ։ Երբ ես բարձրանում եմ բեմ, ես թողնում եմ կյանքիս մի մասը այնտեղ։ Եվ մի օր կգա, երբ այլևս ոչինչ չի մնա թողնելու համար։ Լրագրողը հարցրել է. արդյոք նա վախենում է այդ օրից։ Հորենի պատասխանը եղել է. ես սպասում եմ դրան։ Դա կլինի իմ վերջին եւ լավագույն դերը։ 1985 թվականին տեղի ունեցավ ինչ-որ բան, որը փոխեց ամեն ինչ։ Հորեն Աբրահամյանը հանկարծակի հեռացավ Սունդուկյանի թատրոնից եւ տեղափոխվեց Լենինականի դրամատիկական թատրոն որպես գլխավոր ռեժիսոր։ Պաշտոնական տարբերակը խոսում էր ստեղծագործական նոր մարտահրավերների մասին, բայց ովքեր աշխատում էին Սունդուկյանի թատրոնում, գիտեին, որ ինչ-որ բան տեղի էր ունեցել։ Մի շաբաթ առաջ Հորենի հեռացումից թատրոնում տեղի ունեցավ փակ նիստ, որից հետո 3 անդամ հրաժարական տվեցին։ Ոչ մի արձանագրություն չի պահպանվել այդ նիստից, բայց մի հին դերասան, ով ներկա էր դռների մոտ, լսել է բարձրաձայն վեճ։ Հորենը պնդում էր, որ նա չի կարող շարունակել, որ նա տեսնում է ինչ-որ բան, որը մյուսները չեն տեսնում, եւ որ եթե նա մնա, ինչ-որ սարսափելի բան կպատահի։ Ինչ էր տեսնում Հորեն Աբրահամյանը, որ ստիպեց նրան լքել թատրոնը, որը եղել էր նրա տունը 25 տարի։ Արդյոք դա եղել է հոգեկան ճգնաժամ, թե նա իսկապես տեսնում էր ինչ-որ բան, որ մյուսները չէին կարող տեսնել։ Նրա 3 տարիները Լենինականում եղան խորհրդավոր։ Նա բեմադրեց 5 ներկայացում, որոնցից 4-ը եղան հիթեր, բայց մեկը, վերջինը, երբեք չհասավ պրեմիերայի։ Այդ ներկայացումը կոչվում էր Վերջին ճանապարհորդը, եւ ըստ սցենարի դա պատմություն էր մի մարդու մասին, ով գիտեր իր մահվան ճշգրիտ ամսաթիվը եւ պատրաստվում էր դրան։ Փորձերը սկսվեցին, դերասանները սովորեցին տեքստը, բայց 2 շաբաթ առաջ պրեմիերայի Հորենը հանկարծակի դադարեցրեց ամեն ինչ։ Նա հավաքեց դերասաններին եւ ասաց. «Այս ներկայացումը չի կարող տեղի ունենալ հիմա։ Դա պետք է սպասի իր ժամանակին»։ Դերասանները շշմած էին, բայց ոչ ոք չհամարձակվեց հարցնել ինչ նկատի ուներ նա։ Մի դերասան, ով խաղում էր հիմնական դերը, հետագայում պատմել է. Հորենը նայում էր մեզ այնպես, կարծես տեսնում էր մեր ապագան, եւ այն, ինչ նա տեսնում էր, սարսափեցնում էր նրան։ 3 ամիս անց տեղի ունեցավ Սպիտակի երկրաշարժը, որը ավերեց Լենինականը։ Թատրոնը փլվեց, եւ եթե պրեմիերան տեղի ունենար այն օրը, երբ նախատեսված էր, ողջ դերասանական կազմը կլիներ շենքում։ Արդյոք Հորեն Աբրահամյանը գիտեր ինչ-որ բան, որ մյուսները չգիտեին։ 1988 թվականին Հորենը վերադարձավ Սունդուկյանի թատրոն որպես գլխավոր ռեժիսոր։ Այս անգամ նրա վերադարձը եղավ տոնական։ Թատրոնը ողջունեց նրան որպես վերադարձած հերոսի։ Բայց նրանք, ովքեր աշխատում էին նրա հետ, նկատեցին, որ ինչ-որ բան փոխվել էր։ Հորենը դարձել էր ավելի լուռ, ավելի խորամուխ։ Նա սկսել էր խոսել մահվան մասին ոչ թե որպես վերացական հասկացության, այլ որպես ինչ-որ բանի, որը միշտ որ բանի, որը միշտ ներկա է, միշտ սպասում է։ Նրա ներկայացումները դարձան ավելի մութ, ավելի ինտենսիվ։ Մի դերասանուհի հիշում է, երբ Հորենը ռեժիսորում էր, թվում էր, թե նա տեսնում է բեմը 2 շերտով, այն, ինչ տեղի է ունենում հիմա, եւ այն, ինչ տեղի կունենա ապագայում։ Նա ասում էր. յուրաքանչյուր ներկայացում պետք է լինի այնպես, կարծես դա վերջինն է։ Եվ իսկապես, նրա յուրաքանչյուր ներկայացում ուներ այդ որակը՝ վերջնականության,
ավարտի, հրաժեշտի զգացումը։ Հանդիսատեսը դուրս էր գալիս դահլիճից ոչ թե ոգևորված, այլ փոխված։ Կարծես նրանք տեսել էին ինչ-որ բան, որ փոխել էր նրանց ներսում։ 1989 թվականին Հորեն Աբրահամյանը ընտրվեց ՍՍՀ ժողովրդական падգամավոր։ Դա եղավ նրա կյանքի միակ քաղաքական դրվագը, եւ նա երբեք չխոսեց դրա մասին հետագայում։ Բայց նրա մոտակա ընկերները հիշում են, որ այդ ժամանակաշրջանում նա դարձավ դեռ ավելի փակ։ Նա մասնակցում էր միստերին, քվեարկում էր, բայց երբեք չխոսում էր հրապարակայնորեն։ Մի անգամ, երբ լրագրողը հարցրեց ինչու է նա լռում, Հորենը պատասխանեց. «Քաղաքականությունը թատրոն է առանց սցենարի, եւ ես չեմ կարող խաղալ դեր, որի ավարտը չգիտեմ»։ Այդ պատասխանը հրապարակվեց, բայց շատերը չհասկացան նրա իսկական իմաստը։ Արդյոք Հորենը տեսնում էր, թե ինչ է սպասվում Խորհրդային Միությանը։ Արդյոք նա գիտե, որ այդ համակարգը, որի մասն էր, շուտով կփլուզվի։ 1991 թվականին, երբ ՍՍՀ-ն դադարեց գոյություն ունենալ, Հորենը հրաժարվեց քաղաքականությունից եւ երբեք այլևս չվերադարձավ դրան։ Նա ասաց միայն մեկ նախադասություն. «Ես դերասան եմ, ոչ թե քաղաքական գործիչ, եւ իմ բեմը սպասում է ինձ»։ 1996 թվականին Հորեն Աբրահամյանը երկրորդ անգամ հեռացավ Սունդուկյանի թատրոնի Գլտրոնի գլխավոր ռեժիսորի պաշտոնից։ Այս անգամ պաշտոնական բացատրություն չկար։ Նա պարզապես հայտարարեց, որ ժամանակն է գնալու։ Նրան էր 66 տարեկան, եւ շատերը կարծում էին, որ նա պարզապես ցանկանում է հանգստանալ։ Բայց նրանք, ովքեր գիտեին նրան, հասկանում էին, որ Հորեն Աբրահամյանը երբեք չէր կարող հանգստանալ։ Թատրոնը նրա համար չէր աշխատանք, դա էր նրա կյանքը, նրա շունչը, նրա գոյության իմաստը։ Ուրեմն ինչու էր նա հեռանում։ Մի հին դերասան, ով աշխատել էր նրան հետ 40 տարի, պատմում է. «Վերջին օրը, երբ Հորենը լքեց թատրոնը որպես գլխավոր ռեժիսոր, նա շրջեց ողջ շենքը, դատակ դահլիճից մինչև տանիք։ Նա դիպավ ինձ հին հագուստարանում եւ ասաց. «Ես եկել եմ հրաժեշտ տալու»։ Ես հարցրի. «Ինչու։ Դու դեռ կխաղաս, դեռ կռեժիսոր ես»։ Նա ժպտաց եւ ասաց. «Այո, բայց այլևս ոչ այստեղ։ Այստեղը ավարտել է ինձ հետ։ Հիմա ես պետք է գնամ այնտեղ, որտեղ ինձ սպասում են»։ Ուր էր նա գնալու։ Ով էր սպասում նրան։ Հաջորդ տարիները Հորենը շարունակեց խաղալ եւ ռեժիսորել, բայց արդեն ոչ որպես գլխավոր ռեժիսոր։ Նա դարձավ ազատ արտիստ, ընտրում էր դերերը, որոնք իրեն հետաքրքրում էին, ռեժիսորում էր ներկայացներ, որոնք ուզում էր տեսնել։ Բայց նրա ընտրությունները դառնում էին ավելի ու ավելի տարօրինակ։ Նա սկսեց խաղալ դերեր, որոնք բոլորն էլ կապված էին մահվան, ավարտի, հրաժեշտի հետ։ Մի դերասանուհի, ով խաղաց նրա հետ այդ տարիներին, հիշում է. Հորենը խոսում էր իր դերերի մասին այնպես, կարծես դրանք իրական մարդիկ են, ովքեր եկել են նրա մոտ օգնություն խնդրելու։ Նա ասում էր. «Ես պարտավոր եմ պատմել նրանց պատմությունները, քանի դեռ ժամանակ կա»։ Ժամանակ ինչի համար։ Արդյոք Հորենը զգում էր, որ իր ժամանակը սպառվում է։ 1999 թվականին Հորեն Աբրահամյանը դեբյուտ արեց որպես կինոռեժիսոր։ Նրա առաջին եւ վերջին ֆիլմը կոչվում էր «Նայել եւ մեռնել»։ Այդ անունը շատերին թվաց սադրիչ, բայց Հորենը պնդում էր, որ դա միակ ճիշտ անունն է։ Ֆիլմը պատմում էր մի հին դերասանի մասին, ով պատրաստվում է իր վերջին ներկայացմանը, գիտենալով, որ դա կլինի նաև նրա վերջին օրը կյանքում։ Շատերը տեսան այդ ֆիլմում ինքնակենսագրական տարրեր, բայց Հորենը ժխտում էր դա։ «Սա ոչ թե իմ պատմությունն է», ասում էր նա։ «Սա յուրաքանչյուր արտիստի պատմությունն է, ով երբևէ բարձրացել է բեմ, գիտենալով, որ մի օր այդ բեմը կդառնա նրա վերջին տեղը»։ Ֆիլմը ցուցադրվեց միայն մի քանի փառատոներում եւ երբեք չստացավ լայն դիստրիբուցիա։ Բայց նրանք, ովքեր տեսել են այն, ասում են, որ դա ամենաուժեղ եւ ամենավախենալի ֆիլմն է, որ երբևէ նկարահանվել է Հայաստանում։ Դու դիտում ես այդ ֆիլմը եւ զգում, որ Հորենը ոչ թե նկարահանում է, այլ հրաժեշտ է տալիս, ասում է մի կինոքննադատ, ով ներկա էր պրեմիերային ցուցադրությանը։ Մինչև վերջին օրը ես հավատացի, որ մենք կփրկվենք։ Այսպես է խոսում Վահագն Սարգսյանը, Հորեն Աբրահամյանի անձնական բժիշկը 1999 թվականից մինչև 2004 թվականը, եւ նրա ձեռքերը դեռ դողում են 35 տարի անց։ Ինչ գիտեր այս մարդը, ինչ մենք չգիտենք։ Այսօր, առաջին անգամ 35 տարվա ընթացքում, 3 նախկին անդամներ Հորենի ամենամոտ շրջապատից խոսում են այն գաղտնիքների մասին, որոնք պահել են տասնամյակներ։ Նրանց բացահայտումները կփոխեն այն ամենը, ինչ դուք կարծում էիք, որ գիտեք վարպետի վերջին օրերի մասին։ Վահագնը բացում է իր հին բժշկական պայուսակը եւ հանում մի փաթեթ, դեղին թուղթ, որի վրա դողդոջուն ձեռագրով գրված է ախտորոշում, որը երբեք չի մտել պաշտոնական փաստաթղթերի մեջ։ Այս թուղթը բացատրում է ամեն ինչ։ Բայց ինչու է այն թաքցվել 30 տարի։ Ով էր վախենում ճշմարտությունից։ Եվ ամենակարևորը,
Արդյոք Հորեն Աբրահամյանն ինքը գիտեր, թե ինչ է գրված այդ թղթի վրա, երբ նա շարունակում էր բարձրանալ բեմ, գիշեր առ գիշեր, շաբաթ առ շաբաթ։ Կարծես ժամանակ չկար կորցնելու։ Վահագն Սարգսյանը հիշում է առաջին անգամը, երբ Հորենը եկավ նրա ընդունարան, ոչ թե որպես հիվանդ, այլ որպես մարդ, ով փնտրում էր ոչ թե բուժում, այլ հաստատում։ Դա եղավ 1999 թվականի հունվարին, երբ Երևանը դեռ ապրում էր սպիտակի երկրաշարժի ցնցումների մեջ, երբ ամբողջ երկիրը փորձում էր վերականգնվել։ Հորենը մտավ բժշկական կաբինետ առավոտյան 6-ին, այն ժամանակ, երբ դեռ ոչ ոք չէր աշխատում, եւ նստեց Վահագնի դիմաց, առանց բարևի, առանց ներազության։ Նա ասաց միայն մեկ նախադասություն. «Ասա ինձ ճշմարտությունը, քանի դեռ ես կարող եմ դիմակայել դրան»։ Վահագնը չհասկացավ անմիջապես, թե ինչի մասին է խոսքը, բայց երբ նա սկսեց զննել Հորենին, հասկացավ, որ այս մարդը արդեն գիտեր ինչ-որ բան, որ բժիշկները դեռ չէին հայտնաբերել։ Հորենի ձեռքերը թրթռում էին ոչ թե նյարդայնությունից, այլ մի տարօրինակ ռիթմով, կարծես նա փորձում էր վերահասկել մի շարժում, որը այլևս չէր հնազանդվում նրան։ Նրա աչքերը, այդ հայտնի խորը աչքերը, որոնք հիացրել էին հազարավոր հանդիսատեսների, այժմ ունեին մի տարօրինակ շողարցակություն։ Կարծես նրանք տեսնում էին ինչ-որ բան, որ ուրիշները չէին տեսնում։ Վահագնը վերցրեց իր ստետոսկոպը, բայց Հորենը կանգնեցրեց նրան։ «Ոչ», ասաց նա, «դու արդեն գիտես։ Ես տեսնում եմ դա քո աչքերում։ Պարզապես ասա բարձրաձայն այն, ինչ դու մտածում ես»։ Վահագն Սարգսյանը այդ պահին կատարեց ինչ-որ բան, ինչ բժիշկները երբեք չպետք է անեն։ Նա ասաց ճշմարտությունը առանց պատրաստման, առանց փափկեցման։ Նա ասաց Հորենին, որ նրա նյարդային համակարգը ցույց է տալիս նշաններ, որոնք կարող են ցույց տալ դեգեներատիվ հիվանդության սկիզբը։ Նա չգիտեր դեռ ճշգրիտ ախտորոշումը, բայց նա գիտեր, որ ինչ-որ բան սխալ էր։ Հորենը լսեց այս խոսքերը առանց արձագանքի, առանց զարմանքի, առանց վախի։ Նա պարզապես հարցրեց. «Քանի ժամանակ ունեմ»։ Վահագնը չկարողացավ պատասխանել, քանի որ նա չգիտեր, բայց Հորենը ժպտաց, այն տարօրինակ տխուր ժպիտով, որը դարձել էր նրա ապրանքանիշը բեմում։ «Բավական է», ասաց նա։ «Բավական է ավարտելու համար այն, ինչ սկսել եմ»։ Եվ նա ելավ կաբինետից, թողնելով Վահագնին մենակ իր հարցերի հետ։ Ինչը չէր Հորենը սկսել, որ պետք է ավարտեր։ Ինչպես էր նա գիտեր, որ ինչ-որ բան սխալ է, նախքան բժիշկները հայտնաբերեին դա։ Եվ ամենակարևորը, ինչու էր նա այդքան հանգիստ, երբ իմացավ, որ իր ժամանակը սահմանափակ է։ Հաջորդ տարիների ընթացքում Վահագն Սարգսյանը դարձավ ոչ միայն Հորենի բժիշկը, այլև նրա գաղտնիքների պահապանը։ Նա տեսավ, թե ինչպես է Հորենի վիճակը աստիճանաբար վատանում, թրթռոցը դառնում էր ավելի ուժեղ, հիշողությունը սկսում էր խաղալ խաղեր, երբեմն Հորենը մոռանում էր, թե որտեղ է կամ ով է նա։ Բայց ամենաշոկայինը այն էր, որ Հորենը մերժում էր ցանկացած բուժում։ Նա ասում էր Վահագնին. «Ես չեմ ուզում դանդաղեցնել այն, ինչ պետք է տեղի ունենա։ Ես ունեմ պլան, եւ այդ պլանը պահանջում է, որ ես լինեմ ճշգրիտ այնպես, ինչպես եմ հիմա, ոչ ավելի լավ, ոչ ավելի վատ»։ Վահագնը փորձեց բացատրել, որ առանց բուժման հիվանդությունը կարագանա, որ Հորենը կկորցնի իր կարողությունները։ Բայց Հորենը միայն ժպտաց եւ ասաց. «Ես գիտեմ։ Դա մասն է պլանի»։ Ինչ պլան էր սա։ Ինչու էր Հորեն Աբրահամյանը ցանկանում, որ իր հիվանդությունը զարգանա առանց միջամտության։ Արդյոք նա տեսնում էր իր վատ թալացումը որպես մի բան անհրաժեշտ, որպես մաս ինչ-որ ավելի մեծ սցենարի, որը միայն նա գիտեր։ 1998 թվականին Վահագն Սարգսյանը գրեց այն ախտորոշումը, որը երբեք չմտավ պաշտոնական փաստաթղթերի մեջ։ Նա հայտնաբերեց, որ Հորենը տառապում է Պարկինսոնի հիվանդությունից, դեգեներատիվ խանգարում, որը աստիճանաբար ոչնչացնում է շարժողական վերահսկողությունը, հիշողությունը եւ վերջությունը, եւ վերջում անձնավորությունը։ Այս ախտորոշումը նշանակում էր, որ Հորենի օրերը որպես դերասան հաշված էին։ Շուտով նա չէր կարողանա վերահսկել իր մարմինը, չէր կարողանա հիշել տեքստերը, չէր կարողանա լինել այն Հորեն Աբրահամյանը, ում սիրում էր ողջ Հայաստանը։ Վահագնը նստեց Հորենի հետ իր կաբինետում եւ ցույց տվեց նրան այդ թուղթը, դեղին պաշտոնական թուղթ, որի վրա գրված էր նրա դատավճիռը։ Հորենը կարդաց այն հանգիստ, առանց արցունքների, առանց բողոք-բողոքի։ Նա ծալեց թուղթը, դրեց իր գրպանը եւ ասաց. «Շնորհակալ եմ, որ ասացիր ինձ։ Հիմա ես գիտեմ ճշգրիտ ժամկետները»։ Վահագնը հարցրեց. «Ինչ ժամկետների մասին է խոսքը»։ Հորենը նայեց նրան այն նույն խորը գիտակ նայվածքով եւ ասաց. «Ես ունեմ 3 տարի, միգուցե 4, մինչեւ ես կորցնեմ ինձ ամբողջությամբ։ Այդ ժամանակահատվածում ես պետք է ավարտեմ իմ վերջին աշխատանքը»։ Ինչ աշխատանք էր սա։ Ինչու էր Հորենը այդքան վստահ իր ժամկետների մեջ։
Եվ ինչու էր նա խոսում իր մահվան մասին այնպես, կարծես դա լիներ ևս մեկ դեր, որը պետք է կատարել։ Վահագն Սարգսյանը պատմում է, որ հաջորդ տարիների ընթացքում նա տեսավ հորենի անհավատալի կամքի ուժը։ Հիվանդությունը առաջանում էր, բայց հորենը շարունակում էր խաղալ, շարունակում էր ռեժիսորել, շարունակում էր ապրել այնպես, կարծես ոչինչ չէր փոխվել։ Բայց Վահագնը տեսնում էր ճշմարտությունը։ Նա տեսնում էր, թե ինչպես է հորենը պայքարում իր սեփական մարմնի դեմ յուրաքանչյուր օր, յուրաքանչյուր ժամ։ Նա տեսավ, թե ինչպես է հորենը առավոտյան 2 ժամ անցկացնում վարժություններ անելով, միայն այն բանի համար, որ կարողանա վերահսկել իր ձեռքերի թրթռոցը բեմի վրա։ Նա տեսավ, թե ինչպես է հորենը գրում իր տեքստերը 100 անգամ, միայն այն բանի համար, որ հիշողությունը չխաղա նրա հետ ներկայացման ժամանակ։ Նա տեսավ, թե ինչպես է հորենը մերժում ցավազրկողները, մերժում հանգստացնողները, մերժում ամեն ինչ, որ կարող էր թուլացնել նրա կենտրոնացումը։ Ես պետք է զգամ ամեն ինչ, ասում էր հորենը։ Ես պետք է լինեմ ներկա յուրաքանչյուր վայրկյանում, քանի դեռ կարող եմ։ Եվ Վահագնը հասկացավ, որ հորենը ոչ թե պայքարում էր հիվանդության դեմ, նա օգտագործում էր այն, վերածում էր այն մի բանի, որը դարձնում էր նրա արվեստը ավելի խորը, ավելի իսկական, ավելի ցավոտ։ Բայց կար մի բան, որը Վահագն Սարգսյանը չկարողացավ հասկանալ մինչև ամենավերջը։ Հորենը սկսեց խոսել մի վերջին ներկայացման մասին, մի ներկայացում, որը պետք է լիներ նրա կտակը, նրա վերջին ուղերձը աշխարհին։ Նա չասաց, թե ինչ ներկայացում է դա, չասաց, թե երբ է այն տեղի ունենալու, բայց նա խոսում էր դրա մասին այնպիսի վստահությամբ, կարծես այն արդեն գրված էր, արդեն փորձարկված էր, արդեն սպասում էր իր պահին։ Վահագնը հարցրեց. «Ինչու չես ասում ինձ, թե ինչ է դա»։ Հորենը պատասխանեց. «Քանի որ դու դեռ չես պատրաստ տեսնելու դա»։ Ոչ ոք չի պատրաստ, բայց երբ ժամանակը գա, բոլորը կհասկանան։ Ինչ էր այդ խորհրդավոր ներկայացումը։ Ինչու էր հորենը այդքան գաղտնի պահում դրա մասին։ Եվ ամենակարևորը, արդյոք այդ ներկայացումը երբևէ տեղի ունեցավ, թե այն մնաց միայն հորենի երևակայության մեջ։ 2000 թվականին, երբ Հորեն Աբրահամյանը նկարահանեց իր վերջին ֆիլմը «Նայել և մեռնել», Վահագն Սարգսյանը ներկա էր նկարահանման հրապարակում։ Նա տեսավ, թե ինչպես է հորենը պայքարում իր մարմնի դեմ յուրաքանչյուր կադրում, թե ինչպես է նա թաքցնում իր թրթռոցը, թե ինչպես է նա ստիպում իր հիշողությանը աշխատել, երբ այն արդեն սկսում էր մերժել նրան։ Բայց ամենաշոկայինը եղավ վերջին տեսարանը, այն տեսարանը, որտեղ հորենի հերոսը, հին դերասանը, կատարում է իր վերջին մոնոլոգը բեմի վրա, գիտենալով, որ դա նրա վերջին խոսքերն են։ Վահագնը նայում էր այդ տեսարանին եւ հասկացավ, որ հորենը ոչ թե խաղում է, նա ապրում է այն։ Յուրաքանչյուր բառ, յուրաքանչյուր շարժում, յուրաքանչյուր հայացք էր իսկական։ Դա էր Հորեն Աբրահամյանը, ով հրաժեշտ էր տալիս իր արվեստին, իր կյանքին, իր ինքնությանը։ Երբ տեսարանը ավարտվեց, ողջ նկարահանման խումբը լռում էր։ Ոչ ոք չշարժվեց, ոչ ոք չխոսեց։ Հորենը նստած էր բեմի վրա, աչքերը փակ, եւ Վահագնը տեսավ, որ նրա ծունկերի վրա գաթում են արցունքներ։ Դա եղավ միակ անգամը, երբ Վահագնը տեսավ հորենին լացող։ Եվ նա հասկացավ, որ այդ արցունքները ոչ թե ցավից էին, այլ ազատումից։ Հորենը վերջապես արտահայտել էր այն, ինչ պահել էր ներսում տասնամյակներ։ Հաջորդ 4 տարիները Վահագն Սարգսյանը տեսավ հորենի աստիճանական անհետացումը։ Հիվանդությունը առաջանում էր անողոք, եւ հորենը կորցնում էր իր կարողությունները մեկը մյուսի հետևից։ Նախ գնաց նրա շարժողական վերահսկողությունը։ Նա այլևս չէր կարող վերահսկել իր ձեռքերի թրթռոցը, չէր կարող քայլել առանց օգնության։ Ապա գնաց նրա ձայնը, այն հզոր, խորը ձայնը, որը լցնում էր դահլիճները, այժմ դարձել էր շշուկ։ Եվ վերջապես սկսեց գնալ նրա հիշողությունը։ Նա սկսեց մոռանալ անունները, դեմքերը, տեղերը։ Բայց ամենավախենալին այն էր, որ երբեմն հորենը մոռանում էր, թե ով է ինքը։ Վահագնը հիշում է մի օր, երբ նա այցելեց հորենին տանը եւ գտավ նրան նստած իր հին հագուստարանում, շրջապատված կոստյումներով, դիմակներով, հին ծրագրերով։ Հորենը նայում էր այդ իրերին եւ հարցնում էր. ով էր այդ մարդը, ով կրում էր այդ կոստյումները, ով խաղում էր այդ դերերը։ Վահագնը փորձեց բացատրել, որ դա ինքը հորենն էր, բայց հորենը շարունակում էր նայել շփոթված։ Ապա հանկարծ նրա աչքերը պայծառացան, եւ նա ասաց. այո, հիմա հիշում եմ, դա ես էի, բայց դա այլևս ես չեմ։ Այդ մարդը մեռել է։ Հիմա ես ուրիշ մեկն եմ։ Ո՞վ էր այդ ուրիշ մեկը։ Ուրիշ մեկը։ Ինչի էր վերածվել Հորեն Աբրահամյանը իր վերջին օրերին։
2004 թվականի նոյեմբերին Վահագն Սարգսյանը ստացավ հեռախոսազանգ Հորենի ընտանիքից։ Նրանք ասացին, որ Հորենը շատ վատ է, որ նա գրեթե չի խոսում, գրեթե չի շարժվում, գրեթե չի ճանաչում ոչ ոքի։ Վահագնը գիտեր, որ վերջը մոտ է։ Նա գնաց Հորենի տուն եւ գտավ նրան անկողնում, փոքր, թույլ, ստվեր այն մարդու, ով եղել էր։ Բայց երբ Հորենը տեսավ Վահագնին, նրա աչքերում փայլեց ճանաչում։ Նա ձգեց իր ձեռքը եւ Վահագնը բռնեց այն։ Հորենը շշուկով ասաց. «Շնորհակալ եմ, որ եղար ինձ հետ այս ճանապարհին։ Հիմա ես պատրաստ եմ»։ Վահագնը հարցրեց. «Պատրաստ ինչին»։ «Հորին»։ Հորենը ժպտաց, այն վերջին տխուր ժպիտը, եւ ասաց. «Իմ վերջին ներկայացմանը։ Դա տեղի կունենա շուտով, եւ դու կլինես այնտեղ, թեև չես հասկանա դա անմիջապես, բայց ժամանակի ընթացքում կհասկանաս։ Բոլորը կհասկանան»։ Վահագնը չհասկացավ այդ խոսքերը, բայց նա զգաց, որ Հորենը խոսում է ինչ-որ բանի մասին, որ արդեն տեղի էր ունեցել, կամ որ տեղի էր ունենալու շատ շուտով։ Արդյոք Հորենի վերջին ներկայացումը եղավ նրա մահը, թե ինչ-որ բան ավելին։ Երևակա եք, որ դուք եք այն 12 մարդկանցից մեկը, ովքեր գիտեին ամեն ինչ Հորեն Աբրահամյանի մասին, յուրաքանչյուր բժշկական գաղտնիք, յուրաքանչյուր անձնական վախ, յուրաքանչյուր թաքնված ծուր թաքնված ցավ։ Հիմա երևակա եք, որ դուք պետք է ընտրեք. պահպանել ձեր լռությունը կամ բացահայտել ճշմարտությունը։ 2004 թվականի դեկտեմբերի 10-ին, երբ Հորեն Աբրահամյանի պատմությունը ավարտվեց, այդ 12 մարդիկ կատարեցին ընտրություն, որը փոխեց Հայաստանի մշակութային պատմությունը։ Ինչ ստիպեց նրանց պահպանել լռությունը 30 տարի։ Ինչ էին նրանք պաշտպանում։ Հորենի հիշողությունը, թե ինչ-որ ավելի խորը գաղտնիք։ Եվ ամենակարևորը, արդյոք Հորենն ինքը ցանկանում էր, որ այդ գաղտնիքները մնան թաքնված, թե նա սպասում էր, որ մի օր, երբ ժամանակը կգա, ճշմարտությունը կբացահայտվի։ Անուշ Գրիգորյանը, Հորենի անձնական օգնականը, վերջին 10 տարիների ընթացքում պահպանում է մի տետր, որը Հորենը տվել էր նրան 2003 թվականին, 1 տարի առաջ իր մահվան։ Այդ տետրում Հորենը գրել էր իր մտքերը, իր վախերը, իր երազները, բայց ամենակարևորը, նա գրել էր մի ցուցակ, 12 մարդկանց անուններ, ովքեր գիտեին նրա գաղտնիքները։ Յուրաքանչյուր անվան կողքին Հորենը գրել էր մի նախադասություն, այն, ինչ այդ մարդը գիտեր, Եվ ինչու պետք է այդ գիտելիքը մնար գաղտնի։ Անուշը երբեք չի բացել այդ տեդրը ուրիշների համար, բայց նա հիշում է մի նախադասություն, որը Հորենը գրել էր առաջին էջում. «Այս գաղտնիքները ոչ թե ամոթ են, այլ պաշտպանություն։ Դրանք պաշտպանում են ոչ թե ինձ, այլ նրանց, ովքեր սիրում են ինձ։ Եթե ճշմարտությունը բացահայտվի շատ շուտ, այն կոչնչացնի այն, ինչ ես ստեղծել եմ։ Բայց եթե այն բացահայտվի ճիշտ ժամանակին, այն կավարտի այն, ինչ ես սկսել եմ»։ Ինչ էր Հորենը սկսել, որ պահանջում էր այդպիսի գաղտնիություն։ Ինչու էր նա վախենում, որ ճշմարտությունը կարող է ոչնչացնել նրա ստեղծածը։ Եվ ամենակարևորը, երբ է այդ ճիշտ ժամանակը, երբ գաղտնիքները կարող են բացահայտվել առանց վնասի։ Անուշ Գրիգորյանը հիշում է վերջին զրույցը, որը ունեցավ Հորենի հետ 2004 թվականի դեկտեմբերի 8-ին, 2 օր առաջ նրա մահվան։ Հորենը այդ օրը եղավ անսովոր պարզ, անսովոր ներկա։ Նա ճանաչեց Անուշին, հիշեց նրա անունը, հիշեց նրանց բոլոր տարիները միասին։ Նա խնդրեց Անուշին բերել այդ տեդրը, եւ երբ նա բացեց այն, սկսեց կարդալ իր սեփական խոսքերը, բարձրաձայն, հանգիստ, կարծես դրանք գրված լինեին ուրիշի կողմից։ Երբ նա ավարտեց, նա նայեց Անուշին եւ ասաց. «Հիմա դու հասկանում ես, թե ինչու եմ ես արել այս ամենը»։ Անուշը ասաց. «Ոչ, ես դեռ չեմ հասկանում»։ Հորենը ժպտաց եւ ասաց. «Լավ է, դա նշանակում է, որ ես ճիշտ եմ արել։ Եթե դու հասկանայիր հիմա, դա նշանակելու էր, որ ես ձախողել եմ։ Բայց մի օր, երբ դու տեսնես ամբողջ պատկերը, երբ դու հասկանաս, թե ինչ եմ ես փորձել ստեղծել, դու կգիտենաս, թե ինչ անել այդ տետրի հետ։ Մինչ այդ պահիր այն ապահով։ Պահիր այն այնպես, ինչպես կպահեիր իմ սիրտը»։ Անուշը խոստացավ, եւ նա պահել է այդ խոստումը 30 տարի։ Բայց հիմա, երբ նա տեսնում է, թե ինչպես է Հորենի հիշողությունն աստիճանաբար մոռացվում, երբ նա տեսնում է, թե ինչպես են նոր սերունդները չգիտեն, թե ով էր Հորեն Աբրահամյանը, նա սկսում է հարցնել իրեն, արդյոք հասել է այդ ժամանակը, երբ գաղտնիքները կարող են բացահայտվել։ Սամվել Հովանիսյանը, Սունդուկյանի թատրոնի տեխնիկական տնօրենը, 2000 թվականից մինչև 2010 թվականը պահպանում է մի բանալի, փոքր, հին, ժանգոտած բանալի, որը բացում է մի դուռ թատրոնի ամենախորը, ամենամութ անկյունում։ Այդ դռան հետևում կա մի փոքր սենյակ, որը ոչ ոք չի օգտագործել տասնամյակներ։
Բայց Սամվելը գիտեր, որ հորեն Աբրահամյանը օգտագործում էր այդ սենյակը որպես իր անձնական ապաստան։ Տեղ, որտեղ նա կարող էր լինել մենակ, որտեղ նա կարող էր պատրաստվել իր դերերին, որտեղ նա կարող էր խոսել իր անտեսանելի զրուցակիցների հետ։ Սամվելը երբեք չմտավ այդ սենյակ, երբ հորենը կենդանի էր։ Դա եղավ անգրավոր կանոն, որը բոլորը հարգում էին։ Բայց 2004 թվականի դեկտեմբերի 12-ին, 2 օր հետո հորենի մահվան, Սամվելը որոշեց բացել այդ դուռը։ Ինչ որ նա գտավ այնտեղ, փոխեց նրա ողջ ըմբռնումը հորենի մասին։ Սենյակը լի էր նոթերով, սքեմաներով, նկարներով, բոլորը կապված մի ներկայացման հետ, որը հորենը պլանավորում էր, բայց երբեք չիրականացրեց։ Այդ ներկայացումը կոչվում էր վերջին ակտը, եւ ըստ հորենի նոթերի, դա պետք է լիներ նրա վերջին, ամենամեծ, ամենակարևոր աշխատանքը։ Բայց ամենաշոկայինը եղավ վերջին էջը, որտեղ հորենը գրել էր. Այս ներկայացումը չի կարող բեմադրվել ավանդական եղանակով։ Դա պետք է լինի ապրված, ոչ թե խաղացված։ Եվ միակ դերասանը պետք է լինեմ ես։ Եվ միակ հանդիսատեսը պետք է լինի մահը։ Ինչ նկատի ուներ հորենը այս խորհրդավոր խոսքերով։ Սամվել Հովանիսյանը նստեց այդ սենյակում ժամերով, կարդալով հորենի նոթերը, փորձելով հասկանալ նրա պլանը։ Նա տեսավ, որ հորենը մանրամասն նկարագրել էր յուրաքանչյուր տեսարան, յուրաքանչյուր շարժում, յուրաքանչյուր բառ այդ վերջին ակտի համար։ Բայց ամենատարօրինակը եղավ այն, որ այդ ներկայացումը չուներ սցենար ավանդական իմաստով։ Դա ավելի շատ նման էր ռիտուալի, արարողության, որտեղ դերասանը պետք է անցներ մի շարք փուլեր, յուրաքանչյուրը ավելի դժվար, ավելի ցավոտ, ավելի վերջնական, քան նախորդը։ Վերջին փուլը, ըստ հորենի նկարագրության, կոչվում էր հրաժեշտ։ Այդ փուլում դերասանը պետք է կանգներ բեմի վրա, դիմաց դատարկ դահլիճի, եւ ասեր իր վերջին խոսքերը, ոչ թե հանդիսատեսին, այլ իր սեփական անցյալին, իր սեփական հիշողություններին, իր սեփական ստվերներին։ Եվ ապա, երբ վերջին բառը արտասանվեր, դերասանը պետք է հեռանար բեմից, ոչ թե դեպի հագուստարան, այլ դեպի մութը, դեպի անհայտը, դեպի այն տեղը, որտեղ բոլոր դերասանները վերջապես գնում են, երբ վերջին վարագույրը իջնում է։ Սամվելը կարդաց այս նկարագրությունը եւ զգաց սառը սարսուր, քանի որ նա հասկացավ, որ հորենը նկարագրում էր ոչ թե ներկայացում, այլ իր սեփական մահը։ Սամվել Հովանիսյանը փակեց այդ սենյակը եւ երբեք ոչ ոքի չպատմեց, թե ինչ գտավ այնտեղ։ Նա պահպանեց այդ գաղտնիքը 30 տարի, բայց հիմա, երբ նա տեսնում է, թե ինչպես են մարդիկ խոսում հորենի մասին, երբ նա լսում է տարբեր տեսություններ նրա վերջին օրերի մասին, նա սկսում է հարցնել իրեն. արդյոք պետք է բացահայտել այն, ինչ գտավ։ Արդյոք հորենը ցանկանում էր, որ վերջին ակտը մնա գաղտնիք, թե նա ուզում էր, որ մի օր, երբ աշխարհը պատրաստ լինի, այդ ներկայացումը հասկացվի որպես այն, ինչ իսկապես եղավ, ոչ թե պլան, որը երբեք չիրականացվեց, այլ իրականություն, որը տեղի ունեցավ այնպես խորը եւ անտեսանելի, որ ոչ ոք չնկատեց դա իր իսկական ձևով։ Արդյոք հորեն Աբրահամյանի մահը եղավ նրա վերջին ներկայացումը։ Այն ներկայացումը, որը նա պլանավորել էր տարիներ, որը նա պատրաստել էր յուրաքանչյուր մանրամասնությամբ, որը նա կատարեց այնպես կատարյալ, որ ոչ ոք չհասկացավ, որ դա ներկայացում էր, մինչև շատ ուշ, երբ արդեն ուշ էր։ Մարիամ Սարգսյանը, հորորենի դուստրը, պահպանում է վերջին նամակը, որը նրա հայրը գրել էր նրան 2004 թվականի նոյեմբերին, 1 ամիս առաջ իր մահվան։ Այդ նամակում հորենը գրել էր ոչ թե հրաժեշտի խոսքեր, ոչ թե սիրո հայտարարություններ, այլ մի պատմություն։ Պատմություն մի դերասանի մասին, ով ապրեց 2 կյանք միաժամանակ։ Մեկը այն կյանքը, որը բոլորը տեսնում էին, բեմի վրա, էկրանի վրա, հրապարակային տարածքում, եւ մյուսը այն կյանքը, որը ոչ ոք չտեսավ, ներսում, խորքում, այնտեղ, որտեղ իսկական հորեն Աբրահամյանը ապրում էր իր իսկական կյանքը։ Հորենը գրել էր, որ այդ 2 կյանքերը երբեք չհատվեցին, երբեք չխառնվեցին, դրանք գոյություն ունեին զուգահեռ, երբեմն մոտ, երբեմն հեռու, Բայց միշտ առանձին։ եւ նա գրել էր, որ իր մահը կլինի միակ պահը, երբ այդ 2 կյանքերը վերջապես կմիավորվեն, երբ հանրային հորենը եւ անձնական հորենը կդառնան մեկ, երբ դերասանը եւ մարդը վերջապես կդադարեն լինել 2 տարբեր էակներ եւ կդառնան մեկ ամբողջություն։ Մարիամը կարդաց այդ նամակը եւ լաց եղավ, ոչ թե տխրությունից, այլ հասկացումից։ Նա հասկացավ, որ նրա հայրը ողջ կյանքը պատրաստվել էր այդ վերջին պահին, երբ նա վերջապես կարող էր լինել ինքը, ամբողջությամբ, առանց դերերի, առանց դիմակների, առանց բեմի։ Մարանց բեմեմի։ Մարիամ Սարգսյանը հիշում է վերջին օրը, երբ տեսավ իր հորը կենդանի, 2004 թվականի դեկտեմբերի 9-ին։ Հորենը նստած էր իր սենյակում, նայում էր պատուհանից դեպի Երևանի փողոցները,
եւ նրա դեմքի վրա եղավ մի արտահայտություն, որը Մարիամը երբեք չէր տեսել նախկինում։ Դա ոչ թե տխրություն էր, ոչ թե վախ, ոչ թե ցավ, դա եղավ խաղաղություն, ավարտվածություն, գոհունակություն։ Մարիամը նստեց նրա կողքին եւ հարցրեց. «Ինչի մասին ես մտածում»։ Հորենը շրջվեց դեպի նրան եւ ժպտաց. «Այն վերջին»։ Գեղեցիկ ժպիտը։ Եվ ասաց. Ես մտածում եմ, որ վերջապես ավարտեցի։ Մարիամը հարցրեց. Ինչ ես ավարտել։ Հորենը պատասխանեց. Ամեն ինչ։ Ամեն մի դեր, որը պետք է խաղայի։ Ամեն մի պատմություն, որը պետք է պատմեի։ Ամեն մի դաս, որը պետք է սովորեցնեի։ Հիմա ես կարող եմ հանգստանալ։ Մարիամը ուզում էր ասել, որ դեռ շատ դերեր կան, որ նա կարող է խաղալ, շատ պատմություններ, որ նա կարող է պատմել։ Բայց երբ նա նայեց իր հոր աչքերին, նա տեսավ այնտեղ ինչ-որ բան, որը ստիպեց նրան լռել։ Նա տեսավ, որ հորենը արդեն հեռացել էր։ Արդեն անցել էր մի սահման, որտեղ նա այլևս չէր պատկանում այս աշխարհին ամբողջությամբ։ Եվ Մարիամը հասկացավ, որ նրա հայրը ոչ թե մահանում էր, նա ավարտում էր իր վերջին, ամենամեծ դերը։ Հաջորդ առավոտ 2004 թվականի դեկտեմբերի 10-ին Հորեն Բաբկենի Աբրահամյանի պատմությունը հասավ իր ավարտին։ Պաշտոնական տարբերակը խոսում է սրտի կանգի մասին, բժշկական փաստաթղթերը նշում են բնական պատճառներ։ Բայց նրանք, ովքեր էին այնտեղ, ովքեր տեսան նրա վերջին ժամերը, ովքեր լսեցին նրա վերջին խոսքերը, գիտեն, որ Հորեն Աբրահամյանը չմեռավ, նա ավարտեց։ Նա ավարտեց այն, ինչ սկսել էր 1951 թվականին, երբ առաջին անգամ բարձրացավ բեմ։ Նա ավարտեց այն, ինչ շարունակել էր յուրաքանչյուր ներկայացմամբ, յուրաքանչյուր դերով, յուրաքանչյուր խոսքով։ Նա ավարտեց իր կյանքը որպես արվեստի գործ, որպես ներկայացում, որը տևեց 74 տարի, որը ներառեց հազարավոր դերեր, բայց որը վերջապես եղավ մեկ ամբողջական, կատարյալ, անմոռանալի ստեղծագործություն։ Եվ հիմա, 30 տարի անց, երբ մենք նայում ենք հետ այդ կյանքին, երբ մենք փորձում ենք հասկանալ, թե ով էր Հորեն Աբրահամյանը, մենք սկսում ենք տեսնել, որ նա թողել է մեզ ոչ թե միայն իր դերերը, իր ներկայացումները, իր ֆիլմերը, նա թողել է մեզ մի հարց, որը յուրաքանչյուրս պետք է պատասխանենք իրենք մեզ համար։ Արդյոք մենք երկյանքս ենք ապրում ենք մեր կյանքը, թե մենք խաղում ենք դեր, որը ուրիշները գրել են մեզ համար։ Պատկերացրեք մի սենյակ, թաքնված Սունդուկյանի թատրոնի ամենախորը, որտեղ պահվում են փաստաթղթեր այնքան գաղտնի, որ գոյություն ունեին միայն 3 օրինակ ողջ երկրում։ Այս արխիվում, փոշուտակ, կային թղթեր Հորեն Աբրահամյանի իսկական առողջական վիճակի մասին, նրա էվակուացիայի պլանների մասին, երբ հիվանդությունը դառնար անտանելի, եւ ինչ որ բան շատ ավելի ցնցող, նրա իսկական հարաբերությունների մասին իր ամենամոտ մարդկանց հետ։ Այն մարդկանց, ովքեր երդվել էին պաշտպանել նրան մինչև վերջ։ Այս դոսիեները ոչնչացվեցին հենց նրա մահվան օրը, 2004 թվականի դեկտեմբերի 10-ին։ Ինչու էին այս փաստաթղթերը այրվել այնքան շտապ։ Ով էր վախենում, որ դրանք կարող են բացահայտվել։ Եվ ամենակարևորը, ինչ էր գրված այնտեղ, որ պետք է անհետանար նույնիսկ Հորենի մահից հետո։ Արխիվի նախկին աշխատակիցը, ով այժմ ապրում է Ֆրանսիայում եւ համաձայնվել է խոսել միայն անանուն պայմանով, պատմում է. Այդ գիշեր, երբ Բերին հրամանը ամեն ինչ ոչնչացնելու մասին, ես տեսա մի փաթեթ, որի վրա գրված էր բացել միայն Հորենի մահից հետո։ Բայց նրանք այրեցին այն առանց բացելու։ Ես երբեք չիմացա, թե ինչ էր այնտեղ, բայց ես տեսա այրվող թղթի վրա մի բառ. վերջին կտակ։ Արխիվների խորքում, այն տեղում, որտեղ սովորական աշխատակիցները երբեք թույլտվություն չունեին մտնելու, կային փաստաթղթեր, որոնք պատմում էին ոչ թե Հորեն Աբրահամյանի հանրային կյանքի մասին, այլ նրա գաղտնի պայքարի մասին։ Պայքար ոչ թե հիվանդության դեմ, այլ ժամանակի դեմ։ Այդ փաստաթղթերում նկարագրված էր, թե ինչպես էր Հորենը յուրաքանչյուր օր պլանավորում իր ժամանակը, ոչ թե ժամերով, այլ րոպեներով, երբեմն վայրկյաններով։ Նա գիտեր, որ յուրաքանչյուր օր, որ անցնում էր, նա կորցնում էր մի փոքր ավելի շատ իր կարողություններից։ Եվ նա որոշել էր, որ չի թողնի, որ հիվանդությունը վերցնի այն, ինչ նա դեռ չէր տվել աշխարհին։ Մի փաստաթուղթ, որը պահպանվել է մի նախկին արխիվիստի անձնական հավաքածուում, ցույց է տալիս Հորենի օրական ռեժիմը 2003 թվականին, 1 տարի առաջ իր մահվան։ Առավոտյան ժամը 5-ին նա արթնանում էր եւ անցկացնում 3 ժամ ֆիզիկական վարժություններ անելով, ոչ թե առողջության համար, այլ վերահսկողության համար։ Նա պետք է վերահսկեր յուրաքանչյուր մկան, յուրաքանչյուր շարժում, քանի որ բեմի վրա նա չէր կարող թույլ տալ, որ նրա մարմինը դավաճանանի նրան։ Ապա նա անցկացնում էր 4 ժամ հիշողության վարժություններ անելով, կրկնելով տեքստեր, անուններ, դեմքեր, պատմություններ։ Նա գիտեր, որ նրա հիշողությունը սկսում էր խաղալ նրա հետ, եւ նա պետք է պայքարեր դրա դեմ յուրաքանչյուր րոպե։ Միայն երեկոյան, երբ արդեն մութ էր, երբ ոչ ոք չէր տեսնում,
Հորենը թույլ էր տալիս իրեն հանգստանալ, բայց նույնիսկ այդ հանգստի ժամանակ նա չէր դադարում մտածել իր վերջին պլանի մասին։ Այդ փաստաթղթերը նաև բացահայտում էին ինչ-որ բան, որը շատերը կասկածում էին, բայց ոչ ոք չէր կարող հաստատել։ Հորեն Աբրահամյանը գիտեր իր մահվան ամսաթիվը։ Ոչ թե մոտավոր ժամանակահատված, ոչ թե բժշկական կանխատեսում։ Նա գիտեր ճշգրիտ օրը, ժամը, րոպեն։ Ինչպես էր դա հնարավոր։ Բժիշկները չէին կարող տալ այդպիսի ճշգրտություն։ Հիվանդությունը չէր ընթանում այնպիսի կանխատեսելի ուղղությամբ։ Բայց Հորենը, ըստ այդ փաստաթղթերի, Գրել էր 2003 թվականի հունվարին։ Ես կմեռնեմ 2004 թվականի դեկտեմբերի 10-ին, առավոտյան ժամը 7:07 և 20 րոպեին։ Դա կլինի ճիշտ ժամանակը։ Դա կլինի կատարյալ պահը։ Երբ Հորենը իսկապես մեռավ 2004 թվականի դեկտեմբերի 10-ին, նրա ընտանիքը ստուգեց ժամանակը։ Դա եղավ առավոտյան ժամը 7:21 1 րոպե տարբերություն։ Ինչպես էր Հորենը գիտեր։ Արդյոք դա եղավ պատահականություն, թե ինչ-որ բան ավելի խորը, ինչ-որ բան, որը մենք դեռ չենք հասկանում մարդու կամքի և մարմնի կապի մասին։ Բայց ամենաշոկայինը այդ արխիվներում եղավ մի փաստաթուղթ, որով Հորենը կոչվում էր Հորեն Հասանյան, Էստերի պատմական հիշողությունների համար ամենամեծ կամ ամենասերիոզնիչ կամ ամենատեղեկատու ներկայացուցիչը։ Անպայման կարճ երգ կլրտակտենք Հորենի մասին։ Հում եղավ մի փաստաթուղթ, որը նկարագրում էր Հորենի վերջին խնդրանքը։ 2004 թվականի նոյեմբերի վերջին, երբ նա արդեն գիտեր, որ վերջը շատ մոտ է, Հորենը կանչեց իր ամենամոտ 3 մարդկանց՝ իր բժիշկ Վահագն Սարգսյանին, իր օգնական Անուշ Գրիգորյանին և թատրոնի տեխնիկական տնօրեն Սամվել Հովհաննիսյանին։ Նա ասաց նրանց, որ ունի մի վերջին խնդրանք, բայց այդ խնդրանքը այնքան անսովոր էր, այնքան տարօրինակ, որ նրանք սկզբում կարծեցին, թե Հորենը կորցրել է իր միտքը։ Հորենը խնդրեց, որ երբ նա մեռնի, նրանք չհրապարակեն նրա մահվան լուրը անմիջապես։ Նա ուզում էր, որ անցնի 24 ժամ լռության։ 24 ժամ, երբ աշխարհը դեռ չի գիտի, որ նա գնացել է, երբ նրա հիշողությունը դեռ ապրում է մարդկանց մտքերում այնպես, ինչպես նա եղել է կենդանի ժամանակ։ Նա ասաց. «Ես ուզում եմ, որ իմ վերջին 24 ժամերը լինեն այնպես, կարծես ես դեռ այստեղ եմ, կարծես ես դեռ շնչում եմ, կարծես ես դեռ կարող եմ լսել, թե ինչ են մարդիկ ասում իմ մասին, երբ նրանք չգիտեն, որ ես լսում եմ»։ Այս խնդրանքը այնքան տարօրինակ էր, այնքան անհասկանալի, որ այդ 3 մարդիկ չգիտեին, թե ինչ անել։ Բայց Հորենը պնդեց, և վերջապես նրանք համաձայնեցին։ Ինչու էր Հորենը ուզում այդ լռության 24 ժամերը։ Ինչ էր նա սպասում, որ կտեղի ունենա այդ ժամանակահատվածում։ Այդ արխիվային փաստաթղթերը ոչնչացվեցին, բայց դրանց հիշողությունը մնաց նրանց մեջ, ովքեր տեսել էին դրանք։ Եվ այդ հիշողությունները պատմում են մի պատմություն, որը շատ ավելի բարդ է, քան պաշտոնական տարբերակը։ Դրանք պատմում են մի մարդու մասին, ով իր վերջին տարիները ապրեց ոչ թե որպես հիվանդ, ով սպասում էր մահվան, այլ որպես ռեժիսոր, ով պատրաստում էր իր վերջին, ամենամեծ ներկայացումը։ Եվ այդ ներկայացումը պահանջում էր ոչ միայն նրա սեփական մասնակցությունը, այլև բոլոր նրանց մասնակցությունը, ովքեր սիրում էին նրան, ովքեր հետևում էին նրան, ովքեր հավատում էին նրան։ Արդյոք մենք բոլորս եղանք դերասաններ Հորեն Աբրահամյանի վերջին ներկայացման մեջ, առանց իմանալու դա։ Արդյոք մեր արձագանքը նրա մահվան նկատմամբ եղավ մաս այն սցենարի, որը նա գրել էր տարիներ առաջ։ Երբ Հորեն Աբրահամյանի մարմինը սկսեց մերժել նրան, երբ նրա ձեռքերը այլևս չէին հնազանդվում, երբ նրա ոտքերը այլևս չէին կարող պահել նրան ուղիղ, երբ նրա ձայնը դարձավ շշուկ, նա չդադարեցրեց աշխատանքը։ Ընդհակառակը, նա աշխատեց ավելի ինտենսիվ, ավելի կենտրոնացած, ավելի նվիրված, քան երբևէ։ Բայց այն, ինչ նա աշխատում էր, այլևս չէր տեսանելի արտաքին աշխարհի համար։ Նա աշխատում էր ներսում, իր սեփական մտքում, իր սեփական հիշողության մեջ, իր սեփական հոգու խորքերում։ Նրա մոտակա մարդիկ տեսնում էին, թե ինչպես է նա նստում ժամերով, անշարժ, լուռ, աչքերը փակ, և նրանք կարծում էին, որ նա պարզապես հանգստանում է կամ թերևս քնած է։ Բայց Վահագն Սարգսյանը, ով դիտարկում էր նրան բժշկական տեսանկյունից, նկատեց ինչ-որ բան տարօրինակ։ Հորենի ուղեղային ակտիվությունը այդ պահերին էր ամենաբարձրը։ Նրա սիրտը բաբախում էր ավելի արագ, նրա շնչառությունը դառնում էր ավելի խորը, նրա մկանները լարվում էին, կարծես նա կատարում էր ինչ-որ ֆիզիկական աշխատանք։ Բայց նա չէր շարժվում։ Նա պարզապես նստում էր այնտեղ, աչքերը փակ, և ինչ-որ բան անում էր, որը ոչ ոք չէր կարող տեսնել։ Վահագն Սարգսյանը մի անգամ համարձակվեց հարցնել Հորենին. «Ինչ ես անում այդ պահերին, երբ նստում ես այդպես լուռ»։ Հորենը բացեց աչքերը և նայեց նրան այն խորը, գիտակ նայվածքով, որը միշտ ստիպում էր մարդկանց զգալ, թե նա տեսնում է ավելին, քան նրանք։ Նա ասաց. «Ես փորձարկում եմ»։
Ես փորձարկում եմ իմ վերջին դերը, բայց այս դերը չի կարող փորձարկվել բեմի վրա, չի կարող փորձարկվել ուրիշների առջև։ Այս դերը կարող է փորձարկվել միայն ներսում, միայն այնտեղ, որտեղ ոչ ոք չի կարող տեսնել, բացի ինձանից։ Վահագնը հարցրեց. «Ինչ դեր է դա»։ Հորենը ժպտաց եւ ասաց. «Մահվան դերը»։ Բայց ոչ այնպես, ինչպես մարդիկ կարծում են, որ մահը է։ Ես փորձարկում եմ մահը որպես անցում, որպես վերափոխում, որպես վերջին ակտ, որը ավարտում է ներկայացումը, բայց միաժամանակ բացում է դուռը դեպի ինչ-որ բան նոր, ինչ-որ բան, որը մենք չենք կարող պատկերացնել, մինչև չենք ապրել այն։ Այս խոսքերը ցնցեցին Վահագնին, բայց նա չհամարձակվեց հարցնել ավելին։ Նա պարզապես նստեց հորենի կողքին եւ դիտեց, թե ինչպես է այս մարդը, ով մահանում էր յուրաքանչյուր օր մի փոքր ավելի, պատրաստվում իր վերջին ամենակարևոր դերին։ Բայց հորենի ֆիզիկական վատթարացումը չէր միայն բժշկական խնդիր, դա դարձավ խորհրդանիշ, մետաֆորա, պատգամ։ Երբ մարդիկ տեսնում էին նրան փողոցում, երբ նրանք նկատում էին նրա թրթրացող ձեռքերը, նրա դանդաղ քայլերը, նրա թուլացած ձայնը, դրանք չէին տեսնում պարզապես հիվանդ մարդ։ Նրանք տեսնում էին ինչ-որ բան ավելին։ Նրանք տեսնում էին իրենց սեփական մահկանացությունը, իրենց սեփական թուլությունը, իրենց սեփական վախերը։ Հորեն Աբրահամյանը, ով ողջ կյանքը եղել էր անհաղթահարելի, անսասան, անսպառ, այժմ դարձել էր խոցելի, մարդկային, մահկանացու։ Եվ այդ վերափոխումը ազդեց մարդկանց ավելի խորը, քան նրա ցանկացած դերը բեմի վրա։ Մի հին դերասանուհի, ով տեսավ հորենին նրա վերջին ամիսներին, պատմում է. «Երբ ես տեսա նրան, ես չէի կարող զսպել արցունքները։ Ոչ թե այն պատճառով, որ նա հիվանդ էր, այլ այն պատճառով, որ նա ցույց էր տալիս մեզ ինչ-որ բան, որը մենք բոլորս վախենում ենք տեսնել։ Նա ցույց էր տալիս, որ նույնիսկ ամենամեծ, ամենահզոր, ամենասիրված մարդիկ վերջապես դառնում են փոշի։ Բայց նա ցույց էր տալիս դա ոչ թե վախով, ոչ թե ամոթով, այլ արժանապատվությամբ, գեղեցկությամբ, շնորհով»։ Հորենի վերջին ամիսները դարձան մի տեսակ ուխտագնացություն, ոչ թե նրա համար, այլ նրանց համար, ովքեր սիրում էին նրան։ Մարդիկ գալիս էին նրա տուն ոչ թե այցելելու հիվանդ մարդու, այլ ստանալու ինչ-որ բան, որը նրանք չէին կարող բացատրել։ Ինչ-որ օրհնություն, ինչ-որ իմաստություն, ինչ-որ խաղաղություն, որը բխում էր հորենից, նույնիսկ երբ նա այլևս չէր կարող խոսել, նույնիսկ երբ նա այլևս չէր կարող շարժվել։ Անուշ Գրիգորյանը հիշում է. մարդիկ գալիս էին եւ նստում էին նրա կողքին ժամերով։ Նրանք չէին խոսում, նա չէր խոսում, բայց երբ նրանք հեռանում էին, նրանց դեմքերը փոխված էին։ Կարծես նրանք տեսել էին ինչ-որ բան, որը փոխել էր նրանց ներսում։ Ինչ էր այդ ինչ-որ բանը։ Ինչ-որ բանը։ Ինչ էր հորենը տալիս այդ մարդկանց առանց խոսքերի, առանց շարժումների, առանց ակնհայտ ոչինչի։ Արդյոք դա եղավ նրա վերջին ներկայացումը, ներկայացում, որը տեղի էր ունենում ոչ թե բեմի վրա, այլ կյանքում, ոչ թե հանդիսատեսի համար, այլ յուրաքանչյուր անհատի համար, ով համարձակվում էր մոտենալ նրան իր վերջին օրերին։ Երբ հորենի առողջությունը վատթարացավ այնքան, որ նա այլևս չէր կարող լքել իր անկողինը, երբ նա այլևս չէր կարող սնվել ինքնուրույն, երբ նա այլևս չէր կարող վերահսկել իր մարմնի ամենապարզ գործառույթները, շատերը սպասում էին, որ նա կհանձնվի, կընդունի իր պարտությունը, կդադարի պայքարել։ Բայց հորենը չհանձնվեց։ Նա շարունակեց պայքարել ոչ թե հիվանդության դեմ, այլ անավարտության դեմ։ Նա ուներ ինչ-որ բան, որը պետք է ավարտեր, եւ նա չէր թողնի, որ մահը խանգարի նրան, մինչև այդ բանը ավարտված լիներ։ Վահագն Սարգսյանը հիշում է վերջին շաբաթները։ Հորենի մարմինը մահանում էր, բայց նրա միտքը, նրա կամքը, նրա ոգին էին ավելի ուժեղ, քան երբևէ։ Նա չէր թույլ տալիս ցավազրկողներ, քանի որ ասում էր, որ պետք է զգա ամեն ինչ։ Նա չէր թույլ տալիս հանգստացնողներ, քանի որ ասում էր, որ պետք է լինի արթուն մինչև վերջին վայրկյանը։ Նա պատրաստվում էր ինչ-որ բանի, եւ ոչինչ չէր կարող կանգնեցնել նրան։ Ինչին էր պատրաստվում հորենը այդ վերջին շաբաթներին։ Ինչ էր այդ անավարտ բանը, որը նա պետք է ավարտեր նախքան մահանալը։ Պատասխանը եկավ 2004 թվականի դեկտեմբերի 9-ին, մեկ օր առաջ հորենի մահվան։ Այդ օրը հորենը, ով շաբաթներ շարունակ գրեթե չէր խոսել, հանկարծ խնդրեց, որ բոլոր իր մոտակա մարդիկը հավաքվեն նրա սենյակում։ Երբ նրանք եկան, Վահագնը, Անուշը, Սամվելը, Մարիամը եւ մի քանի ուրիշներ, հորենը նայեց նրանց եւ սկսեց խոսել։ Նրա ձայնը եղավ շշուկ, բայց յուրաքանչյուր բառ եղավ պարզ, յուրաքանչյուր նախադասություն եղավ հստակ։ Նա ասաց. «Ես ձեզ հավաքել եմ, որ ասեմ ձեզ ինչ-որ բան, որը դուք պետք է իմանաք։ Վաղը ես կգնամ։ Ես գիտեմ դա, եւ դուք պետք է գիտեք դա։ Բայց ես չեմ ուզում, որ դուք տխրեք, չեմ ուզում, որ դուք լաք, չեմ ուզում, որ դուք զգաք, թե ինչ-որ բան կորցրել եք։ Քանի որ ես ոչինչ չեմ կորցնում, ես ավարտում եմ։
Ես ավարտում եմ այն, ինչ սկսել եմ 74 տարի առաջ, երբ առաջին անգամ բարձրացա բեմ։ Ես ավարտում եմ իմ կյանքը որպես ներկայացում, որը ուներ սկիզբ, մեջտեղ եւ հիմա կունենա վերջ։ Եվ ինչպես յուրաքանչյուր լավ ներկայացում, այն պետք է ավարտվի ճիշտ պահին, ճիշտ նշանով, ճիշտ զգացումով։ Սենյակում տիրող լռությունը եղավ բացարձակ։ Ոչ ոք չշարժվեց, ոչ ոք չշնչեց։ Հորենը շարունակեց. Ես ուզում եմ, որ դուք հասկանաք ինչ-որ բան։ Մահը ոչ թե վերջն է, դա վերջին ակտն է։ Եվ ինչպես յուրաքանչյուր վերջին ակտ, այն պետք է լինի ամենահզորը, ամենահուզիչը, ամենահիշարժանը։ Ես ողջ կյանքս պատրաստվել եմ այս պահին։ Յուրաքանչյուր դեր, որը խաղացել եմ, յուրաքանչյուր ներկայացում, որը ռեժիսորել եմ, յուրաքանչյուր խոսք, որը ասել եմ, եղել է պատրաստություն այս վերջին ամենակարևոր դերի համար։ Եվ վաղը, երբ ես կատարեմ այդ դերը, ես ուզում եմ, որ դուք հասկանաք, որ դա ոչ թե ողբերգություն է, այլ հաղթանակ։ Դա ոչ թե վերջ է, այլ ավարտ։ Դա ոչ թե կորուստ է, այլ կատարում։ Այս խոսքերը ասելուց հետո հորենը փակեց աչքերը եւ ժպտաց, այն վերջին խաղաղ ժպիտը։ Եվ բոլորը, ովքեր այնտեղ էին, հասկացան, որ նրանք վկաներ էին դարձել ինչ-որ բանի անսովոր, ինչ-որ բանի սրբազան, ինչ-որ բանի, որը նրանք երբեք չէին մոռանա։ 2004 թվականի դեկտեմբերի 10-ին առավոտյան ժամը 7:21 Հորեն Բաբկենի Աբրահամյանի սիրտը դադարեց բաբախել։ Բայց նրանք, ովքեր այնտեղ էին, ովքեր տեսան նրա վերջին պահերը, ասում են, որ դա չէր նման սովորական մահվան։ Հորենը չպայքարեց, չվախեցավ, չցավեց։ Նա պարզապես փակեց աչքերը, շնչեց խորը մի անգամ եւ ապա լռություն։ Կարծես նա պարզապես որոշեց դադարեցնել շնչելը, որոշեց ավարտել այն, ինչ սկսել էր, որոշեց իջնել բեմից վերջին անգամ։ Վահագն Սարգսյանը, ով ներկա էր որպես բժիշկ, հետագայում ասաց. Ես տեսել եմ շատ մարդկանց մահանալ իմ կարիերայի ընթացքում, բայց ես երբեք չեմ տեսել մեկին մահանալ այնպես, ինչպես Հորենը։ Դա չէր մահ, դա եղավ ընտրություն, որոշում, ակտ։ Նա ընտրեց այդ պահը, նա ընտրեց այդ եղանակը, նա ընտրեց ամեն ինչ։ Եվ երբ այն տեղի ունեցավ, դա եղավ կատարյալ։ Բայց այստեղ է, որ պատմությունը դառնում է դեռ ավելի տարօրինակ։ Հիշում եք Հորենի խնդրանքը 24 ժամ լռություն նրա մահից հետո։ Այդ խնդրանքը կատարվեց։ 2004 թվականի դեկտեմբերի 10-ից մինչև 11-ը ոչ ոք չգիտեր, որ Հորեն Աբրահամյանը մեռել է։ Նրա ընտանիքը, նրա մոտակա ընկերները, նրա գործընկերները բոլորը պահպանեցին լռությունը։ Եվ այդ 24 ժամերի ընթացքում տեղի ունեցավ ինչ-որ բան անբացատրելի։ Մարդիկ, ովքեր չգիտեին Հորենի մահվան մասին, սկսեցին զանգահարել նրա տուն, սկսեցին գալ նրա մոտ, սկսեցին հարցնել նրա մասին։ Կարծես նրանք զգացին ինչ-որ բան, կարծես նրանք իմացան առանց ասելու, կարծես Հորենի բացակայությունը ստեղծեց մի դատարկություն, որը զգացվեց ամբողջ Երևանում։ Անուշ Գրիգորյանը հիշում է. այդ 24 ժամերի ընթացքում մենք ստացանք հարյուրավոր զանգեր։ Մարդիկ ասում էին. ես տեսա Հորենին իմ երազում, ես զգացի, որ ինչ-որ բան սխալ է, ես պարզապես ուզում էի համոզվել, որ նա լավ է։ Մենք ստում էինք եւ ասում էինք, որ նա հանգստանում է, որ նա լավ է։ Բայց ներսում մենք գիտեինք, որ այդ մարդիկը զգում էին ճշմարտությունը։ Երբ վերջապես 2004 թվականի դեկտեմբերի 11-ին Հորենի մահվան լուրը հրապարակվեց, ողջ Հայաստանը կանգ առավ։ Բայց արձագանքը չէր այն, ինչ սպասվում էր։ Իհարկե, կային արցունքներ, կար տխրություն, կար կորուստի զգացում, բայց կար նաև ինչ-որ բան ուրիշ, կար գնահատանքի զգացում, կար ավարտվածության զգացում, կար հասկացողության զգացում, որ ինչ-որ բան մեծ, ինչ-որ բան կարևոր, ինչ-որ բան անմոռանալի հենց նոր ավարտվել էր։ Մարդիկ չէին ասում ինչ ողբերգություն, նրանք ասում էին ինչ կյանք։ Նրանք չէին ասում մենք կորցրինք նրան, նրանք ասում էին մենք ունեցանք նրան։ Եվ այդ տարբերությունը, այդ փոքրիկ, բայց կարևոր տարբերությունը եղավ Հորենի վերջին նվերը իր ժողովրդին։ Նա սովորեցրեց նրանց տեսնել մահը ոչ թե որպես վերջ, այլ որպես ավարտ, ոչ թե որպես պարտություն, այլ որպես կատարում։ Հորեն Աբրահամյանի թաղումը տեղի ունեցավ Կոմիտասի անվան այգու Պանթեոնում, այն տեղում, որտեղ հանգստանում են Հայաստանի ամենամեծ արտիստները, գրողները, երաժիշտները։ Բայց նույնիսկ այդ թաղումը եղավ անսովոր։ Սովորաբար թաղումները լի են լացով, ողբով, հուսահատությամբ, բայց Հորենի թաղումը եղավ տարբեր։ Իհարկե մարդիկ լացում էին, բայց նրանց արցունքները չէին հուսահատության արցունքները, դրանք էին գնահատանքի արցունքները, շնորհակալության արցունքները, սիրո արցունքները։ Մարդիկ պատմում էին պատմություններ Հորենի մասին ոչ թե տխուր պատմություններ,
այլ պատմություններ, որոնք ցույց էին տալիս, թե ինչպես էր նա ազդել նրանց կյանքերի վրա, ինչպես էր նա փոխել նրանց, Ինչպես էր նա սովորեցրել նրանց տեսնել աշխարհը տարբեր աչքերով։ եւ երբ նրա դագաղը իջեցվեց գետնի մեջ, երբ վերջին հողը լցվեց նրա վրա, մարդիկ չզգացին, թե ինչ-որ բան ավարտվել է։ Նրանք զգացին, թե ինչ-որ բան սկսվել է։ Ինչ-որ բան նոր, ինչ-որ բան, որը հորենը թողել էր նրանց որպես ժառանգություն, որպես նվեր, որպես կտակ։ Բայց ամենախորհրդավորը եղավ այն, ինչ տեղի ունեցավ թաղումից հետո։ Երբ մարդիկ սկսեցին հեռանալ գերեզմանատունից, երբ նրանք սկսեցին վերադառնալ իրենց կյանքերին, շատերը նկատեցին ինչ-որ բան տարօրինակ։ Նրանք զգացին, կարծես հորենը դեռ այնտեղ է, կարծես նա դեռ ներկա է, կարծես նա դեռ դիտում է նրանց։ Ոչ թե վախեցնող կերպով, ոչ թե ուրվականային կերպով, այլ հանգստացնող կերպով, պաշտպանող կերպով, ուղղորդող կերպով։ Մի դերասանուհի, ով աշխատել էր հորենի հետ 30 տարի, պատմում է. Երբ ես հեռանում էի գերեզմանատունից, ես զգացի ձեռք իմ ուսի վրա։ Ես շրջվեցի, բայց ոչ ոք չկար այնտեղ, բայց ես գիտեի, որ դա հորենն էր։ Նա ասում էր ինձ. «Շարունակիր, մի դադարիր, ես դեռ այստեղ եմ, ես դեռ դիտում եմ, Ես դեռ հպարտ եմ քեզնով։ Արդյոք այս զգացումները եղան պարզապես հուզական արձագանք, թե ինչ-որ բան ավելին, ինչ-որ բան, որը հորենը պլանավորել էր, ինչ-որ բան, որը նա ուզում էր, որ տեղի ունենա, ինչ-որ բան, որը եղավ նրա վերջին ներկայացման վերջին տնտեսարանը։ Տարիները անցան, եւ հորեն Աբրահամյանի հիշողությունը չթուլացավ, ընդհակառակը, այն ուժեղացավ, խորացավ, դարձավ ավելի կարևոր։ Նոր սերունդներ, ովքեր երբեք չտեսան հորենին կենդանի, սկսեցին հետաքրքրվել նրանով, սկսեցին ուսումնասիրել նրա աշխատանքները, սկսեցին հասկանալ նրա ազդեցությունը։ Եվ նրանք հայտնաբերեցին ինչ-որ բան, որը հին սերունդները արդեն գիտեին։ Հորեն Աբրահամյանը չէր պարզապես դերասան կամ ռեժիսոր, նա էր ուսուցիչ, փիլիսոփա, տեսանետ։ Նա սովորեցրեց մարդկանց տեսնել կյանքը որպես արվեստ, տեսնել արվեստը որպես կյանք, տեսնել մահը որպես վերջին, ամենակարևոր ակտ, որը ավարտում է ներկայացումը, բայց միաժամանակ տալիս է դրան իմաստ, նպատակ, արժեք։ Եվ այդ դասը, այդ իմաստությունը, այդ տեսլականը շարունակում է ապրել, շարունակում է ազդել, Շարունակում է փոխել մարդկանց։ նույնիսկ այսօր, 20 տարի հետո նրա մահվան։ Արդյոք հորեն Աբրահամյանի կյանքը եղավ նրա վերջին ամենամեծ ներկայացումը։ Արդյոք նա ապրեց իր կյանքը այնպես, ինչպես ռեժիսորը բեմադրում է ներկայացում, յուրաքանչյուր տեսարան մանրամասնորեն պլանավորված, յուրաքանչյուր դեր խնամքով ընտրված, յուրաքանչյուր պահ հաշվարկված, ստեղծելու համար մի ամբողջություն, որը ավելին է, քան իր մասերի գումարը։ Արդյոք նրա մահը եղավ վերջին ակտ, որը ավարտեց այդ ներկայացումը կատարյալ կերպով, թողնելով հանդիսատեսին ոչ թե տխրության, այլ ոգևորության, ոչ թե կորստի, այլ գնահատանքի, ոչ թե վախի, այլ ոգեշնչման զգացումով։ Եվ եթե դա այդպես է, ապա հորեն Աբրահամյանը հասավ այն, ինչ շատ քչերը հասնում են։ Նա վերածեց իր կյանքը արվեստի գործի եւ իր մահը վերջին, անմոռանալի, կատարյալ ներկայացման, որը շարունակում է ապրել մեր սրտերում, մեր մտքերում, մեր հիշողություններում։ Առաջին անգամ 35 տարվա ընթացքում այն մարդը, ով պատասխանատու էր հորեն Աբրահամյանի անձնական անվտանգության համար, համաձայնվում է խոսել տեսախցիկների առջև։ Այն, ինչ նա մեզ պատմում է վերջին շաբաթների մասին, կշրջի այն ամենը, ինչ դուք կարծում էիք, որ գիտեք։ Սուրեն Մանուկյանը, նախկին անվտանգության ծառայության սպա, ով 30 տարի պահպանել է լռությունը, այժմ բացում է իր հին պայուսակը եւ հանում փաստաթղթեր, որոնք երբեք չեն եղել պաշտոնական արխիվներում։ Նրա ձեռքերում է մի տետր, սև կաշվով կապված, որի վրա ոսկե տառերով գրված է. «Վերջին ակտ, ռեժիսորական նշումներ»։ Այս տետրը հորենն ինքը տվել է Սուրենին 2004 թվականի նոյեմբերի 20-ին, ճիշտ 3 շաբաթ առաջ իր մահվան։ Ներսում ձեռագրով, դողդոջուն, բայց ընթեռնելի, հորենը նկարագրել է յուրաքանչյուր մանրամասն այն ներկայացման, որը նա պատրաստվում էր կատարել։ Բայց ամենաշոկայինը ոչ թե այն է, ինչ գրված է այնտեղ, այլ այն, որ այս ներկայացումը տեղի ունեցավ ճիշտ այնպես, ինչպես հորենը նկարագրել էր, մինչև վերջին վայրկյանը, մինչև վերջին շունչը։ Ինչպես կարող էր մի մարդ, ով մահանում էր, Այդքան ճշգրիտ նախատեսել իր սեփական վերջը։ Ինչպես կարող էր նա վերածել իր մահը ռեժիսորական ակտի, որտեղ ամեն ինչ, ժամանակը, տեղը, ներկաները, նույնիսկ լույսը պատուհանից եղավ ճիշտ այնպես, ինչպես նա գրել էր։ Սուրեն Մանուկյանը հիշում է այն գիշերը, երբ հորենը տվեց նրան այդ տետրը։
Դա եղավ ուշ երեկո, երբ բոլորը արդեն հեռացել էին, երբ տունը լցված էր այն լռությամբ, որը գալիս է մութից առաջ։ Հորենը նստած էր իր սենյակում, շրջապատված հին լուսանկարներով, հին ծրագրերով, հին կոստյումներով, իր ողջ կյանքի հետքերով։ Նա կանչեց Սուրենին և ձեռքով ցույց տվեց, որ նստի իր կողքին։ Ապա նա հանեց այդ սև տետրը իր գրասեղանի դարակից և դրեց Սուրենի ձեռքերում։ Նրա ձայնը եղավ շշուկ, բայց յուրաքանչյուր բառ հասավ Սուրենի ականջներին այնպես պարզ, կարծես նա բարձրաձայն խոսեր։ Հորենը ասաց. «Այս տետրում գրված է ամեն ինչ, ինչ տեղի կունենա հաջորդ 3 շաբաթների ընթացքում։ Ես գիտեմ, որ դու չես հավատա հիմա, բայց երբ այն տեղի ունենա, երբ դու տեսնես, որ ամեն ինչ տեղի է ունենում ճիշտ այնպես, ինչպես ես գրել եմ, դու կհասկանաս, որ կյանքը և մահը կարող են լինել արվեստ, եթե դու գիտես, թե ինչպես դրանք ստեղծել»։ Սուրենը վերցրեց տետրը, բայց չբացեց այն այդ գիշեր։ Նա սպասեց մինչև հորենի մահը, և միայն ապա, երբ նա նստեց մենակ իր տանը և բացեց այդ էջերը, նա հասկացավ, որ նա պահում էր ոչ թե պարզապես տետր, այլ սցենար։ Սցենար, մի ներկայացման, որը տեղի ունեցավ իրական կյանքում։ Սցենար, որը գրել էր ինքը, հիմնական դերասանը, ռեժիսորը և վերջապես հեղինակը։ Այդ տետրի առաջին էջում հորենը գրել էր. «Վերջին ակտը սկսվում է ոչ թե մահվան պահին, այլ 3 շաբաթ առաջ։ Յուրաքանչյուր օր, յուրաքանչյուր ժամ, յուրաքանչյուր վայրկյան է տեսարան այս ներկայացման մեջ։ Եվ ես, որպես ռեժիսոր և դերասան, պետք է ապրեմ յուրաքանչյուր տեսարան այնպես, կարծես դա վերջինն է, բայց միաժամանակ այնպես, կարծես դա պատրաստում է հաջորդը»։ Ապա նա նկարագրել էր յուրաքանչյուր օր, ինչ կտեղի ունենա, ով կգա, ինչ կասվի, ինչպես կզգանա, ինչպես կարձագանքեն ուրիշները։ Եվ ամենաանհավատալին այն էր, որ ամեն ինչ տեղի ունեցավ ճիշտ այնպես։ Նոյեմբերի 22-ին հորենը գրել էր. «Այսօր կգա Մարիամը և կբերի ծաղիկներ, դեղին վարդեր, իմ սիրելի ծաղիկները։ Նա կլա, բայց ես կասեմ նրան, որ չլա, որ ես երջանիկ եմ, որ ես պատրաստ եմ»։ Եվ այդպես էլ եղավ։ Նոյեմբերի 25-ին նա գրել էր. «Այսօր իմ ձեռքերը կդադարեն թրթռալ 3 ժամով։ Դա կլինի նվեր, վերջին նվեր իմ մարմնից, որը թույլ կտա ինձ գրել մի վերջին նամակ Անուշին»։ Եվ այդպես էլ եղավ։ Դեկտեմբերի 2-ին նա գրել էր. «Այսօր ես կտեսնեմ երազ, որտեղ ես կլինեմ բեմի վրա, դատարկ դահլիճի առջև, և ես կասեմ իմ վերջին մոնոլոգը։ Երբ արթնանամ, ես կգիտեմ բառերը, որոնք պետք է ասեմ իմ իսկական վերջին օրը»։ Եվ այդպես էլ եղավ։ Սուրեն Մանուկյանը կարդում էր այդ էջերը և զգում էր, թե ինչպես է նրա մաշկը սառչում։ Քանի որ նա հիշում էր այդ օրերը, նա հիշում էր այդ պահերը, և նա գիտեր, որ հորենը չէր կարող գուշակել դրանք։ Դրանք չէին պատահականություններ, դրանք չէին բախտի խաղեր։ Դրանք էին ընտրություններ, որոշումներ, ակտեր։ Հորենը ոչ թե կանխատեսում էր իր ապագան, նա ստեղծում էր այն։ Նա ապրում էր իր վերջին շաբաթները ոչ թե որպես հիվանդ, ով սպասում է մահվան, այլ որպես ռեժիսոր, ով բեմադրում է իր վերջին, ամենակարևոր ներկայացումը։ Եվ յուրաքանչյուր մարդ, ով եկավ նրա մոտ այդ շաբաթների ընթացքում, դարձավ դերասան այդ ներկայացման մեջ, առանց իմանալու դա, առանց ընտրելու դա, բայց կատարելով իրենց դերերը այնպես կատարյալ, կարծես նրանք փորձարկել էին դրանք ամիսներ շարունակ։ Բայց ամենաշոկայինը եղավ վերջին էջը, այն էջը, որտեղ հորենը նկարագրել էր իր մահվան պահը։ Նա գրել էր. «Դեկտեմբերի 10-ին, առավոտյան ժամը 7:20, երբ արևը հենց սկսում է բարձրանալ, երբ լույսը մտնում է իմ սենյակ այն անկյունից, որտեղ կախված է իմ առաջին թատերական լուսանկարը, ես կփակեմ աչքերս վերջին անգամ։ Ես կլսեմ Մարիամի ձայնը, որը կարդում է ինձ համար։ Ես կզգամ Վահագնի ձեռքը իմ ճակատինին։ Ես կհոտոտեմ այն դեղին վարդերի բույրը, որոնք կանգնած են իմ գրասեղանի վրա։ Եվ ապա, երբ ամեն ինչ կատարյալ է, երբ յուրաքանչյուր տարր իր տեղում է, ես կթողնեմ գնամ։ Ոչ թե որովհետև ես պետք է, այլ որովհետև ես ընտրում եմ։ Եվ այդ ընտրությունը կլինի իմ վերջին, ամենամեծ դերը»։ Երբ Սուրեն Մանուկյանը ավարտեց կարդալ այդ տետրը, նա նստեց լռության մեջ ժամերով։ Նա փորձեց հասկանալ, թե ինչ էր տեսել, ինչ էր կարդացել, ինչ էր հասկացել։ Եվ աստիճանաբար, երբ արևը սկսեց մայր մտնել և նրա սենյակը լցվեց մթության հետ, նա հասկացավ ինչ-որ բան, որը փոխեց նրա ողջ ըմբռնումը կյանքի և մահվան մասին։ Հորեն Աբրահամյանը չմեռավ, նա ավարտեց։ Նա ավարտեց ոչ թե որովհետև նրա մարմինը հանձնվեց, ոչ թե որովհետև նրա հիվանդությունը հաղթեց, այլ որովհետև նա որոշեց, որ ժամանակն է։ Նա ապրեց իր կյանքը որպես ներկայացում,
Եվ երբ այդ ներկայացումը հասավ իր բնական ավարտին, երբ բոլոր տեսարանները խաղացվեցին, երբ բոլոր դերերը կատարվեցին, նա պարզապես իջավ բեմից, ոչ թե պարտության մեջ, այլ հաղթանակի մեջ, ոչ թե ցավի մեջ, այլ խաղաղության մեջ, ոչ թե վախի մեջ, այլ գոհունակության մեջ։ Եվ այդ ավարտը, այդ վերջին ակտը եղավ այնքան կատարյալ, այնքան գեղեցիկ, այնքան իսկական, որ բոլորը, ովքեր տեսան այն, փոխվեցին։ Նրանք սովորեցին ինչ-որ բան, որը բառերով չի կարող սովորեցվել։ Նրանք սովորեցին, որ մահը կարող է լինել ոչ թե վախի առարկա, այլ արվեստի գործ, եթե դու ապրում ես քո կյանքը ճիշտ, եթե դու պատրաստվում ես դրան ճիշտ, եթե դու ընդունում ես այն ճիշտ։ Բայց այդ տետրում կար նաև ինչ-որ բան, որը Սուրեն Մանուկյանը չկարողացավ հասկանալ անմիջապես։ Վերջին էջից հետո, թաքնված փոքրիկ ծրարի մեջ կար մի ուրիշ թուղթ, ավելի հին, ավելի դեղնած, ավելի փխրուն։ Այդ թղթի վրա այլ ձեռագրով, ավելի երիտասարդ, ավելի վստահ, ավելի ուժեղ գրված էր մի նախադասություն. Երբ ժամանակը գա, երբ վերջին վարագույրը իջնի, հիշիր, դու ոչ թե մահացար, դու ավարտեցիր։ Եվ ավարտը միշտ գեղեցիկ է, եթե դու ապրել ես ճիշտ։ Ներքևում փոքրիկ տառերով գրված էր ամսաթիվ 1951 թվականի հունիս։ Դա եղավ ամիսը, երբ Հորենը ավարտեց ինստիտուտը, երբ նա առաջին անգամ բարձրացավ պրոֆեսիոնալ բեմ որպես շրջանավարտ դերասան։ Դա նշանակում էր, որ Հորենը գրել էր այդ խոսքերը ինքն իրեն, երիտասարդ, լի երազանքներով, լի հույսերով, լի ապագայով։ Եվ նա պահել էր այդ թուղթը 53 տարի։ Պահել էր այն մինչև իր վերջին օրերը, եւ ապա դրել էր այն իր վերջին տետրի մեջ, որպես հիշեցում, որպես ուղեցույց, որպես խոստում, որը նա տվել էր իրեն երիտասարդ տարիքում եւ որը նա պահպանեց մինչև վերջ։ Սուրենը կարդաց այդ խոսքերը եւ զգաց արցունքներ իր աչքերում։ Քանի որ նա հասկացավ, որ Հորեն Աբրահամյանի ողջ կյանքը եղավ ճանապարհորդություն դեպի այդ վերջին պահը, երբ նա կարող էր ասել. «Ես ապրեցի ճիշտ, ես ավարտեցի գեղեցիկ, ես կատարեցի այն խոստումը, որը տվեցի ինձ երիտասարդ տարիքում»։ Գիտեք թե ինչ է ամենավախենալին դավաճանության մասին։ Դա ոչ թե այն է, որ ինչ որ մեկը քեզ դավաճանում է, այլ այն է, որ դու երբեք չգիտես, թե ով է այդ մարդը, մինչև չի ուշ։ Հորեն Աբրահամյանի կյանքում կար մի մարդ, ում նա վստահում էր ավելի, քան ուրիշ ոչ ոքի։ Այդ մարդը եղավ նրա ամենամոտ ընկերը, նրա խորհրդատուն, նրա հոգևոր եղբայրը։ Նրանք ծանոթացել էին դեռ ինստիտուտում, երբ երկուսն էլ երիտասարդ էին, երբ երկուսն էլ երազում էին դառնալ մեծ դերասաններ։ Նրանք միասին բարձրացան բեմ, միասին խաղացին իրենց առաջին դերերը, միասին ապրեցին իրենց առաջին հաջողությունները եւ իրենց առաջին ձախողումները։ Եվ երբ Հորենը դարձավ հայտնի, երբ նա դարձավ աստղ, այդ մարդը մնաց նրա կողքին, ոչ թե նախանձով, ոչ թե դառնությամբ, այլ ուրախությամբ, հպարտությամբ, սիրով։ Կամ առնվազն այդպես թվում էր։ Բայց 2000 թվականին, երբ Հորենը սկսեց նկարահանել իր վերջին ֆիլմը «Նայել եւ մեռնել», ինչ որ բան փոխվեց։ Այդ ընկերը, ում անունը Արամ Խաչատրյանն էր, սկսեց վարվել տարօրինակ։ Նա սկսեց խուսափել Հորենից, սկսեց չպատասխանել նրա զանգերին, սկսեց չգալ նրա հրավերներին։ Հորենը նկատեց այդ փոփոխությունը, բայց նա չասաց ոչինչ։ Նա պարզապես դիտեց, սպասեց, հասկացավ։ Արամ Խաչատրյանը, ըստ նրանց, ովքեր գիտեին նրան, միշտ ապրել էր Հորենի ստվերում։ Նա եղել էր լավ դերասան, բայց ոչ մեծ։ Նա եղել էր տաղանդավոր, բայց ոչ հանճարեղ։ Նա եղել էր սիրված, բայց ոչ պաշտված։ Եվ տարիների ընթացքում այդ տարբերությունը սկսեց ուտել նրան ներսից։ Նա սկսեց տեսնել Հորենի հաջողությունը ոչ թե որպես ընկերոջ հաջողություն, այլ որպես իր սեփական ձախողում։ Նա սկսեց զգալ, որ եթե Հորենը չլիներ, ապա նա, Արամը, կլիներ այն մարդը, ում բոլորը սիրում էին, ում բոլորը պաշտում էին, ում բոլորը հիշում էին։ Եվ այդ զգացումը, այդ նախանձը, այդ դառնությունը աստիճանաբար վերածվեց ատելության։ Բայց Արամը չցույց տվեց այդ ատելությունը։ Նա շարունակեց ժպտալ Հորենին, շարունակեց գրկել նրան, շարունակեց ասել, որ սիրում է նրան։ Բայց ներսում նա պլանավորում էր ինչ-որ բան, որը կվնասեր Հորենին, կնվաստացներ նրան, կոչնչացներ նրա ժառանգությունը։ Եվ երբ Հորենը սկսեց նկարահանել «Նայել եւ մեռնել», Արամը տեսավ իր հնարավորությունը։ Այդ ֆիլմը, ինչպես արդեն գիտեք, պատմում էր հին դերասանի մասին, ով պատրաստվում է իր վերջին ներկայացմանը, գիտենալով, որ դա կլինի նաև նրա վերջին օրը կյանքում։ Հորենը գրել էր սցենարը, ռեժիսորում էր ֆիլմը եւ խաղում էր հիմնական դերը, բայց նա ուներ նաև երկրորդ դեր, դերասանի ամենամոտ ընկերոջ դերը, այն մարդու դերը, ով մնում է նրա կողքին մինչև վերջ։ Եվ Հորենը առաջարկեց այդ դերը Արամին։ Դա եղավ պատիվ, նվեր, վստահության ցուցադրություն։ Բայց Արամը տեսավ դա այլ կերպ։
Նա տեսավ դա որպես վերջին ստվեր, վերջին հիշեցում, որ նա միշտ կլինի երկրորդ, միշտ կլինի օժանդակ, միշտ կլինի այն մարդը, ով կանգնած է հորենի ետևում։ Եվ նա որոշեց, որ այլևս չի ընդունի այդ դերը։ Նա որոշեց դավաճանել։ Արամ Խաչատրյանի դավաճանությունը չեղավ բացահայտ, չեղավ դրամատիկ, չեղավ ակնհայտ։ Դա եղավ նուրբ, խորամանկ, անտեսանելի։ Նկարահանումների ընթացքում նա սկսեց փոխել փոքր բաներ, փոքր շեշտեր իր դերում, փոքր շարժումներ, փոքր հայացքներ։ Նա սկսեց խաղալ իր հերոսին ոչ թե որպես հավատարիմ ընկեր, այլ որպես մարդ, ով գաղտնի նախանձում է, գաղտնի ատում է, գաղտնի սպասում է հիմնական հերոսի մահվան։ Եվ երբ ֆիլմը ավարտվեց, երբ այն ցուցադրվեց փառատոներում, քննադատները նկատեցին ինչ-որ բան տարօրինակ։ Նրանք գրեցին, որ Արամի դերը ավելացնում է ֆիլմին մի շերտ անհարմարություն, մի զգացում դավաճանության, որը չէր սցենարում, բայց որը զգացվում էր էկրանին։ Շատերը կարծեցին, որ դա եղավ հորենի ռեժիսորական ընտրություն, որ նա ուզում էր ցույց տալ, որ նույնիսկ ամենամոտ ընկերները կարող են լինել անկեղծ։ Բայց հորենը գիտեր ճշմարտությունը։ Նա տեսել էր, թե ինչ էր անում Արամը, նա հասկացել էր նրա դավաճանությունը, բայց նա ոչինչ չասաց։ Նա պարզապես թողեց, որ այն տեղի ունենա, թողեց, որ այն դառնա մաս ֆիլմի, թողեց, որ այն դառնա մաս իր վերջին ուղերձի։ Բայց Արամի դավաճանությունը չդադարեց այնտեղ։ Երբ հորենը հիվանդացավ, երբ նրա վիճակը սկսեց վատթարանալ, Արամը սկսեց տարածել լուրեր։ Նա սկսեց պատմել մարդկանց, որ հորենը կորցրել է իր միտքը, որ նա այլևս չի ճանաչում ոչ ոքի, որ նա դարձել է ստվեր իր նախկին ինքնության։ Նա սկսեց ասել, որ նայել եւ մեռնել ֆիլմը եղավ ձախողում, որ հորենը պետք է դադարեցներ աշխատել, որ նա պետք է թաքնվեր հանրությունից։ Այդ լուրերը սկսեցին տարածվել, սկսեցին հասնել հորենի ընտանիքին, նրա ընկերներին, նրա երկրպագուներին, եւ շատերը սկսեցին հավատալ դրանց։ Շատերը սկսեցին կարծել, որ հորենը իսկապես կորցրել է իր արժանապատվությունը, իր տաղանդը, իր հանճարը։ Բայց նրանք, ովքեր իսկապես ճանաչում էին հորենին, ովքեր տեսնում էին նրան իր վերջին ամիսներին, գիտեին, որ դա սուտ էր։ Նրանք գիտեին, որ հորենը նույնիսկ իր ամենավատ օրերին մնում էր հորենը, խորը, իմաստուն, ներկա։ Բայց վնասը արդեն պատճառված էր։ Արամի խոսքերը ստեղծել էին կասկած, ստեղծել էին անորոշություն, ստեղծել էին ստվեր հորենի վերջին օրերի վրա։ Երբ Հորեն Աբրահամյանը մեռավ 2004 թվականի դեկտեմբերի 10-ին, Արամ Խաչատրյանը չեկավ թաղման։ Նա ուղարկեց ծալիկներ, ուղարկեց ցավակցական նամակ, բայց նա ինքը չհայտնվեց։ Մարդիկ նկատեցին նրա բացակայությունը, բայց շատերը կարծեցին, որ նա պարզապես չէր կարողանում դիմանալ ցավին, չէր կարողանում տեսնել իր ամենամոտ ընկերոջ դագաղը։ Բայց ճշմարտությունը եղավ այլ։ Արամը չեկավ, քանի որ նա չէր կարողանում նայել հորենի դեմքին, նույնիսկ մահացած։ Նա չէր կարողանում կանգնել այնտեղ, որտեղ բոլորը խոսում էին հորենի մեծության մասին, նրա տաղանդի մասին, նրա ժառանգության մասին։ Քանի որ յուրաքանչյուր այդ խոսք հիշեցնում էր նրան, որ նա երբեք չէր լինի այն, ինչ հորենն էր, որ նա երբեք չէր ունենա այն, ինչ հորենն ուներ, որ նա երբեք չէր թողնի այն հետք, որը հորենը թողեց։ Եվ այդ գիտակցումը, այդ ճանաչումը, այդ ընդունումը եղավ նրա իսկական պատիժը։ Ոչ թե հորենը պատժեց նրան, ոչ թե ուրիշները պատժեցին նրան։ Նա ինքը պատժեց իրեն իր սեփական նախանձով, իր սեփական դառնությամբ, իր սեփական ատելությամբ։ Բայց պատմությունը չավարտվեց այնտեղ։ Տարիներ անց, երբ Արամ Խաչատրյանը արդեն ծերացել էր, երբ նա արդեն հեռացել էր բեմից, երբ նա արդեն ապրում էր մենակ իր փոքրիկ բնակարանում, նա ստացավ փաթեթ։ Ներսում կար մի նամակ եւ մի DVD։ Նամակը գրված էր հորենի ձեռագրով, բայց ամսաթիվը եղավ 2004 թվականի նոյեմբեր, 1 ամիս առաջ հորենի մահվան։ Նամակում հորենը գրել էր. «Սիրելի Արամ, եթե դու կարդում ես այս նամակը, դա նշանակում է, որ ես արդեն գնացել եմ։ Ես գիտեմ, թե ինչ արեցիր։ Ես գիտեի դա նկարահանումների ժամանակ, ես գիտեի դա իմ հիվանդության ժամանակ, ես գիտեի դա մինչև վերջ։ Բայց ես երբեք չասացի քեզ, քանի որ ես հասկացա ինչ-որ բան, որը դու դեռ չես հասկացել։ Քո դավաճանությունը չվնասեց ինձ, այն վնասեց քեզ։ Քո նախանձը չնվաստացրեց ինձ, այն նվաստացրեց քեզ։ Քո ատելությունը չոչնչացրեց ինձ, այն ոչնչացրեց քեզ։ Եվ հիմա, երբ ես գնացել եմ, երբ դու մնացել ես մենակ քո մտքերի հետ, ես ուզում եմ, որ դու տեսնես ինչ-որ բան։ DVD-ի վրա կա մի տեսարան, որը ես հանեցի նայել եւ մեռնել ֆիլմից։ Դա տեսարանն է, որտեղ քո հերոսը վերջապես խոստովանում է իր նախանձը, իր դառնությունը, իր ատելությունը։
Ես հանեցի այն, քանի որ այն չափազանց անձնական էր, չափազանց ցավոտ էր, չափազանց իսկական էր։ Բայց հիմա ես ուզում եմ, որ դու տեսնես այն։ Ոչ թե որպես պատիժ, այլ որպես նվեր։ Քանի որ միայն երբ դու տեսնես քո իսկական դեմքը, միայն երբ դու ընդունես քո իսկական զգացմունքները, միայն երբ դու ազատվես քո իսկական բեռից, դու կարող ես սկսել ապրել քո իսկական կյանքը։ Ես ների եմ տալիս քեզ, Արամ։ Ոչ թե որովհետև դու խնդրեցիր, այլ որովհետև ես ընտրում եմ։ Եվ ես հուսով եմ, որ մի օր դու կարող ես ների տալ քեզ։ Արամ Խաչատրյանը կարդաց այդ նամակը եւ լաց եղավ։ Ապա նա դրեց DVD-ն իր նվագարկչի մեջ եւ դիտեց այն տեսարանը, որը հորենը հանել էր ֆիլմից։ Այդ տեսարանում նա տեսավ իրեն, երիտասարդ, տաղանդավոր, բայց լի նախանձով։ Նա տեսավ, թե ինչպես էր նա նայում հորենին, ոչ թե սիրով, այլ ատելությամբ։ Նա տեսավ, թե ինչպես էր նա խաղում իր դերը, ոչ թե որպես հավատարիմ ընկեր, այլ որպես գաղտնի թշնամի։ Եվ նա հասկացավ, որ հորենը տեսել էր այս ամենը, հասկացել էր այս ամենը, բայց ընտրել էր ների տալ, ընտրել էր սիրել, ընտրել էր պաշտպանել նրան, նույնիսկ իր դավաճանությունից։ Այդ գիտակցումը, այդ ճանաչումը, այդ ընդունումը կոտրեց Արամին։ Նա նստեց իր փոքրիկ բնակարանում եւ լաց եղավ ժամերով, ոչ թե հորենի համար, այլ իր սեփական համար, իր կորցրած տարիների համար, իր կորցրած ընկերության համար, իր կորցրած հնարավորության համար, լինել այն մարդը, ով նա կարող էր լինել, եթե նա ընտրեր սերը նախանձի փոխարեն։ Եվ այդ օրից սկսած Արամ Խաչատրյանը փոխվեց։ Նա դադարեցրեց տարածել լուրեր, դադարեցրեց խոսել հորենի մասին բացասական, դադարեցրեց ապրել իր նախանձի մեջ։ Նա սկսեց պատմել ճշմարտությունը հորենի մեծության մասին, նրա բարության մասին, նրա ների տալու կարողության մասին։ Եվ թեև նա երբեք չկարողացավ ամբողջությամբ ների տալ իրեն, նա գոնե փորձեց ապրել այնպես, ինչպես հորենը կցանկանար, որ նա ապրի։ Հորեն Աբրահամյանի մահից հետո անցան օրեր, շաբաթներ, ամիսներ, տարիներ։ Կյանքը շարունակվեց ինչպես միշտ շարունակվում է։ Մարդիկ վերադարձան իրենց առօրյային, իրենց աշխատանքներին, իրենց հոգսերին։ Բայց ինչ-որ բան փոխվել էր։ Ինչ-որ բան, որը դժվար էր բացատրել, բայց հեշտ էր զգալ։ Երևանի փողոցներում, Սունդուկյանի թատրոնի դահլիճներում, Կոմիտասի այգու Պանթենոնում, ամենուր, որտեղ հորենը եղել էր, որտեղ նա աշխատել էր, որտեղ նա ստեղծել էր, մարդիկ սկսեցին զգալ նրա ներկայությունը։ Ոչ թե որպես ուրվական, ոչ թե որպես հիշողություն, այլ որպես ինչ-որ բան ավելի իրական, ավելի ներկա, ավելի ապրող։ Դերասանները, ովքեր բարձրանում էին բեմ, զգում էին, կարծես հորենը նստած է դահլիճում եւ դիտում նրանց։ Ռեժիսորները, ովքեր բեմադրում էին նոր ներկայացումներ, լսում էին նրա ձայնը իրենց գլխում, խորհուրդներ տալիս, ուղղություններ ցույց տալիս, ոգեշնչում տալիս։ Երիտասարդ դերասանները, ովքեր երբեք չէին տեսել հորենին կենթանի, զգում էին նրա ազդեցությունը իրենց աշխատանքի մեջ։ Կարծես նա փոխանցել էր իր տաղանդը, իր իմաստությունը, իր հոգին հաջորդ սերնդին։ Մարիամ Սարգսյանը, հորենի դուստրը, սկսեց նկատել ինչ-որ բան տարօրինակ իր սեփական կյանքում։ Երբ նա կանգնում էր դժվար ընտրությունների առջև, երբ նա չգիտեր, թե ինչ անել, ինչ ասել, ինչ ընտրել, նա լսում էր իր հոր ձայնը, ոչ թե իր հիշողության մեջ, այլ իր սրտում։ Այդ ձայնը չէր ասում նրան, թե ինչ անել, այն ուղղակի հիշեցնում էր նրան, թե ով է նա, ինչ արժեքներ ունի նա, ինչպես պետք է ապրի նա։ Եվ երբ նա հետևում էր այդ ձայնին, երբ նա վստահում էր այդ ուղղությանը, նա հայտնաբերում էր, որ կյանքը դառնում էր ավելի պարզ, ավելի իմաստալից։ Նա սկսեց հասկանալ, որ իր հայրը թողել էր նրան ոչ թե միայն հիշողություններ, ոչ թե միայն դասեր, այլ ինչ-որ բան ավելի խորը, մի ուղի, մի ճանապարհ, մի եղանակ ապրելու, որը նա կարող էր հետևել, եթե նա ընտրեր դա։ Եվ նա ընտրեց։ Նա սկսեց ապրել ոչ թե այնպես, ինչպես ուրիշները ակնկալում էին, այլ այնպես, ինչպես իր հայրը սովորեցրել էր նրան։ Ազնվորեն, արժանապատվորեն, սիրով, ներումով, ընդունմամբ։ Վահագն Սարգսյանը, հորենի բժիշկը, շարունակեց իր աշխատանքը, բայց ինչ-որ բան փոխվել էր նրա մոտեցման մեջ։ Նախկինում նա տեսնում էր իր հիվանդներին որպես մարմիններ, որոնք պետք է բուժել, որպես ախտանիշներ, որոնք պետք է վերացնել, որպես խնդիրներ, որոնք պետք է լուծել։ Բայց հորենի հետ իր տարիների ընթացքում նա սովորեց տեսնել ավելին։ Նա սովորեց տեսնել իր հիվանդներին որպես մարդիկ, ովքեր ապրում են իրենց սեփական պատմությունները, ովքեր պայքարում են իրենց սեփական մարտահրավերների դեմ, ովքեր փնտրում են իրենց սեփական իմաստները։ Եվ նա սկսեց վերաբերվել նրանց ոչ թե միայն որպես բժիշկ, այլ որպես ուղեկից, որպես վկա,
որպես ընկեր այն ճանապարհին, որը նրանք անցնում էին։ Այդ փոփոխությունը, այդ վերափոխումը, Այդ խորացումը դարձրեց նրան ավելի լավ բժիշկ, բայց ավելի կարևորը՝ ավելի լավ մարդ։ եւ նա գիտեր, որ այդ ամենը եղավ Հորենի նվերը նրան։ Նվեր, որը շարունակում էր տալ, նույնիսկ երբ Հորենը այլևս այստեղ չէր։ Անուշ Գրիգորյանը, Հորենի օգնականը, պահպանեց այն տետրը, որը Հորենը տվել էր նրան։ Այն տետրը, որտեղ գրված էին նրա մտքերը, նրա վախերը, նրա երազները։ Նա երբեք չբացեց այն ուրիշների համար, բայց նա հաճախ բացում էր այն իր համար, երբ նա զգում էր կորած, երբ նա զգում էր մենակ, երբ նա զգում էր, որ կորցրել է ուղղությունը։ Եվ յուրաքանչյուր անգամ, երբ նա կարդում էր այդ էջերը, նա հայտնաբերում էր ինչ-որ նոր, ինչ-որ բան, որը նա չէր նկատել նախկինում, ինչ-որ իմաստություն, որը խոսում էր ուղղակիորեն նրա ներկա իրավիճակին։ Կարծես Հորենը գրել էր այդ խոսքերը ոչ թե միայն իր համար, այլ նաև նրա համար, նաև բոլոր նրանց համար, ովքեր կգային նրանից հետո, ովքեր կկարդային նրա խոսքերը, ովքեր կփնտրեին իրենց սեփական ճանապարհները։ Եվ Անուշը հասկացավ, որ Հորենի ժառանգությունը ոչ թե նրա դերերն էին, ոչ թե նրա ներկայացումները, Ոչ թե նրա ֆիլմերը, այն էր նրա իմաստությունը, նրա սերը, նրա կարողությունը տեսնել կյանքը որպես արվեստ եւ արվեստը որպես կյանք։ Սամվել Հովանիսյանը, թատրոնի տեխնիկական տնօրենը, երբեք չբացեց այն սենյակը, որտեղ Հորենը պահպանել էր իր վերջին ակտի նոթերը։ Նա պահպանեց այն փակ, կնքված, անհասանելի։ Բայց երբեմն, երբ թատրոնը դատարկ էր, երբ բոլորը գնացել էին տուն, երբ միայն լռությունը լցնում էր դահլիճները, Սամվելը կանգնում էր այդ դռան առջև եւ լսում էր։ Եվ նա երդվում էր, որ նա լսում էր ձայներ, ոչ թե վախեցնող ձայներ, այլ հանգիստ, խաղաղ, ծանոթ ձայներ։ Հորենի ձայնը, որը կրկնում էր տեքստ, Հորենի քայլերը, որոնք քայլում էին բեմի վրա, Հորենի շունչը, որը լցնում էր տարածությունը։ Եվ Սամվելը հասկանում էր, որ այդ սենյակում, այդ փակ գաղտնի տարածության մեջ, Հորենը դեռ ապրում էր, դեռ աշխատում էր, դեռ պատրաստվում էր իր վերջին ներկայացմանը, այն ներկայացմանը, որը երբեք չտեղի ունեցավ բեմի վրա, բայց որը տեղի ունեցավ կյանքում, այն ներկայացմանը, որը շարունակվում է նույնիսկ հիմա, նույնիսկ այստեղ, Նույնիսկ մեր սրտերում։ Տարիները դարձան տասնամյակներ, եւ Հորեն Աբրահամյանի անունը դարձավ լեգենդ։ Նոր սերունդներ, ովքեր երբեք չտեսան նրան բեմի վրա, սովորեցին նրա մասին դպրոցներում, կարդացին նրա մասին գրքերում, դիտեցին նրա ֆիլմերը հին արխիվներում։ Եվ նրանք զարմացան, թե ինչպես էր մի մարդ կարողացել այդքան ազդել իր ժամանակի վրա, այդքան փոխել իր մշակույթը, այդքան թողնել իր հետքը։ Բայց նրանք, ովքեր ճանաչել էին Հորենին անձամբ, ովքեր տեսել էին նրան կենդանի, ովքեր զգացել էին նրա ներկայությունը, գիտեին, որ նրա ազդեցությունը ոչ թե այն էր, ինչ նա արեց, այլ այն էր, ինչ նա եղավ։ Նա եղավ օրինակ այն բանի, թե ինչպես կարելի է ապրել կյանքը ամբողջությամբ, ինչպես կարելի է ընդունել մահը արժանապատվությամբ, ինչպես կարելի է վերածել յուրաքանչյուր պահը արվեստի գործի։ Եվ այդ օրինակը, այդ մոդելը, այդ ուղին շարունակում է ոգեշնչել մարդկանց նույնիսկ այսօր, 20 տարի հետո նրա մահվան։ Բայց մի հարց մնում է, հարց, որը յուրաքանչյուրս պետք է պատասխանենք իրենք մեզ համար։ Արդյոք Հորեն Աբրահամյանը իսկապես մեռավ 2004 թվականի դեկտեմբերի 10-րդին։ Թե նա պարզապես անցավ մի այլ ձև գոյության։ Արդյոք նրա ֆիզիկական բացակայությունը նշանակում է նրա իսկական բացակայություն։ Թե նա շարունակում է ապրել մեր հիշողություններում, մեր սրտերում, մեր արվեստում, մեր կյանքերում։ Արդյոք մահը իսկապես վերջ է, թե այն պարզապես վերափոխում է, փոխում է ձևը, բայց ոչ էությունը։ Հորեն Աբրահամյանը ողջ կյանքը փորձեց պատասխանել այս հարցերին իր արվեստով, իր դերերով, իր ներկայացումներով։ Եվ նրա վերջին պատասխանը եղավ իր սեփական մահը, մահ, որը նա վերածեց արվեստի գործի, մահ, որը նա ապրեց ոչ թե վախով, այլ խաղաղությամբ, ոչ թե հուսահատությամբ, այլ գոհունակությամբ, ոչ թե պարտությամբ, այլ հաղթանակով։ Եվ հիմա, երբ մենք նայում ենք հետ նրա կյանքին, երբ մենք փորձում ենք հասկանալ նրա ժառանգությունը, մենք տեսնում ենք, որ Հորեն Աբրահամյանը թողել է մեզ ոչ թե միայն իր աշխատանքները, այլ մի ուղերձ, որը խոսում է յուրաքանչյուր սրտին, յուրաքանչյուր հոգուն, յուրաքանչյուր մարդուն, ով երբևէ կանգնել է իր սեփական մահկանացության առջև եւ հարցրել է. ինչպես պետք է ապրեմ, ինչպես պետք է մեռնեմ, ինչպես պետք է թողնեմ իմ հետքը այս աշխարհում։ Եվ Հորենի պատասխանը պարզ է, բայց խորը։ Ապրիր յուրաքանչյուր պահը այնպես, կարծես դա վերջինն է։ Սիրիր յուրաքանչյուր մարդուն այնպես, կարծես դու երբեք այլևս չես տեսնի նրան։ Ստեղծիր յուրաքանչյուր արվեստի գործ այնպես, կարծես դա քո վերջին նվերն է աշխարհին։ Եվ երբ վերջը գա, երբ վերջին վարագույրը իջնի, երբ վերջին լույսերը մարեն, մի վախեցիր, մի ցավիր, մի հուսահատվիր։
Պարզապես ընդունիր այն որպես վերջին ակտ, որպես ավարտ, որպես կատարում։ Եվ գիտակցիր, որ եթե դու ապրել ես ճիշտ, եթե դու սիրել ես խորը, եթե դու ստեղծել ես իսկական, ապա քո կյանքը եղել է արվեստի գործ, եւ քո մահը կլինի վերջին, ամենագեղեցիկ տեսարանը այդ գործի մեջ։ Սիրելի հեռուստադիտողներ, եթե դուք հետևել եք այս ողբերգական պատմությանը մինչև վերջ, գրեք մեկնաբանություններում, թե որ քաղաքից եք։ Մեզ համար կարևոր է իմանալ, թե որտեղ է Հորեն Աբրահամյանը դեռ հիշվում։ Եվ բաժանորդագրվեք ալիքին, չբաց թողնելու համար ճշմարտությունը պատմության կուռքերի մասին։